Այս պահին, երբ դուք նստած եք եւ լսում այս խոսքերը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ շնչում է թթվածին եւ արտազատում ածխաթթու գազ։ Այս պարզ գործընթացը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր վայրկյան, թողնում է քիմիական ստորագրություն ձեր շուրջը։ Եթե օտար քաղաքակրթությունը հազարավոր լուսատարիների հեռավորությունից ուսումնասիրեր երկիրը, նրանք կտեսնեին թթվածին մեր մթնոլորտում եւ կիմանային այստեղ ինչ-որ բան ապրում է։ Բայց հիմա պատկերացրեք հակառակը։ Պատկերացրեք, որ մենք ենք նայում դեպի այն մոլորակը։ Պատկերացրեք, որ մենք հայտնաբերել ենք գազ, որը երկրի վրա արտադրվում է բացառապես կենդանի օրգանիզմների կողմից։ 2026 թվականի սեպտեմբերին հենց դա էլ տեղի ունեցավ։ Քեմբրիջի համալսարանի աստղաֆիզիկոս Նիկու Մաթուսուդանը նայում էր Ջեյմս Վեբ տիեզերական հեռադիտակի տվյալներին եւ չէր կարող հավատալ։ Մոլորակ K218b-ի մթնոլորտի սպեկտրում 120 լուսատարիների հեռավորությամբ հստակ երևում էր դիմետիլսուլֆիդի ստորագրությունը։ Այս մոլեկուլը, որը բաղկացած է ածխածնից, ջրածնից եւ ծծմբից, երկրի վրա արտադրվում է միայն ֆիտոպլանկտոնի եւ որոշ բակտերիաների կողմից։ Ոչ մի հայտնի անկենդան քիմիական գործընթաց չի կարող ստեղծել այն նույն պայմաններում։ Մաթուսուդանի թիմը վերստուգեց տվյալները 3 անգամ։ Ազդանշանը մնում էր։ Ինչ որ բան այդ մոլորակի մթնոլորտում արտադրում էր այս գազը։ Բայց K218b-ն սովորական մոլորակ չէ։ Այն գտնվում է այն հազվագյուտ տիեզերական գոտում, որը աստղաֆիզիկոսները անվանում են ոսկե գոտի։ Իր աստղից հեռավորությունը հենց այնպիսին է, որ ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում։ Ոչ չափազանց տաք, որ գոլորշիանա, ոչ չափազանց սառը, որ սառ չի։ Մոլորակի զանգվածը 8 անգամ գերազանցում է երկրի զանգվածը, բայց այն ամբողջովին տարբերվում է մեր մոլորակից։ Երկիրը ունի պինդ մակերես, ժայռեր, օվկիանոսներ, մթնոլորտ։ K218b-ն ամենայն հավանականությամբ ունի ջրածնային հսկայական մթնոլորտ, որի տակ ընկած է ամբողջական օվկիանոսային աշխարհ։ Պատկերացրեք մոլորակ, որտեղ ջուրը տարածվում է հարյուրավոր կիլոմետրերի խորությամբ, եւ այդ օվկիանոսի վերևում տարածվում է հսկայական մթնոլորտ, որը 100 անգամ ավելի հաստ է, քան երկրինը։ 2021 թվականին, երբ Հաբլը առաջին անգամ ուսումնասիրեց K218b-ի մթնոլորտը, գիտնականները հայտնաբերեցին ջրային գոլորշի եւ մեթանի հետքեր։ Սա արդեն հետաքրքիր էր։ Բայց Ջեյմս Վեբը, որը 100 անգամ ավելի զգայուն է, քան Հյուբլը, տեսավ ավելին։ 2023 թվականի դեկտեմբերին հրապարակված առաջին տվյալները ցույց տվեցին ոչ միայն ջուր եւ մեթան, այլև ածխաթթու գազ։ Այս 3 մոլեկուլների համակցությունը կարող էր նշանակել, որ մոլորակը ունի հիցյանական օվկիանոս, ջրային աշխարհ, որտեղ կարող են գոյություն ունենալ կենսաբանական գործընթացներ։ Բայց դիմետիլսուլֆիդը դա արդեն ուրիշ բան էր։ Դա էր առաջին անգամ, երբ մենք հայտնաբերեցինք պոտենցիալ բիոսիգնատուրա, կենդանի օրգանիզմների քիմիական ստորագրություն, մեկ այլ մոլորակի վրա։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող ենք մենք, երկրի վրա գտնվող մարդիկ, վերլուծել մոլորակի մթնոլորտը, որը գտնվում է 120 լուսատարիների հեռավորությամբ։ Պատասխանը կայանում է լույսի մեջ։ K218b-ն պտտվում է իր աստղի շուրջը կարմիր թզուկ, որը փոքր է եւ ցուրտ մեր արեգակից։ Յուրաքանչյուր 2-16 օր մեկ անգամ մոլորակը անցնում է աստղի դիմացից մեր տեսանկյունից։ Այդ պահին աստղի լույսը անցնում է մոլորակի մթնոլորտի միջով։ Յուրաքանչյուր գազ, յուրաքանչյուր մոլեկուլ կլանում է լույսի որոշակի ալիքի երկարություններ։ Ջեյմս Վեբը հավաքում է այդ լույսը եւ բաժանում սպեկտրի, ինֆրակարմիր ճառագայթների մեջ, որտեղ յուրաքանչյուր մոլեկուլ թողնում է իր եզակի ստորագրությունը։ Դա նման է մատնահետքի վերլուծությանը։ Յուրաքանչյուր քիմիական միացություն ունի իր եզակի մատնահետքը լույսի մեջ։ Բայց ահա խնդիրը։ Դիմետիլսուլֆիդի ազդանշանը թույլ է, շատ թույլ։ Մաթուսուդանի թիմը պետք է վերլուծեր տասնյակ տրանզիտներ, տասնյակ անգամներ, երբ մոլորակը անցավ աստղի դիմացից։ Նրանք պետք է զտեին աղմուկը, հաշվի առնեին աստղի սեփական գործունեությունը, վերացնեին սարքավորումների սխալները։ Երբ բոլոր այս ճշգրտումներից հետո ազդանշանը դեռ մնում էր, նրանք սկսեցին լուրջ վերաբերվել։ Բայց գիտությունը պահանջում է զգուշություն։ Մեկ հայտնաբերում բավարար չէ, պետք է հաստատում, անկախ ստուգում, այլընտրանքային բացատրություններ։ Պատկերացրեք, որ դուք լսում եք ձայն հեռավոր անտառից։ Դուք լսում եք ռիթմիկ հարվածներ, որոնք կարող են լինել թմբուկ, բայց դա կարող է լինել նաև ծառի ճյուղ, որը հարվածում է ուրիշ ճյուղի, կամ տամքարեր, որոնք գլորվում են գետում։ Մինչև դուք չտեսնեք թմբուկը, մինչև չլսեք մելոդիան, մինչև չհաստատեք, որ դա իսկապես երաժշտություն է, դուք չեք կարող վստահ լինել։ Նույնն է K218b-ի հետ։ Մենք տեսնում ենք դիմետիլսուլֆիդի ստորագրությունը, բայց արդյոք դա իսկապես կենդանի օրգանիզմների արտադրանք է,
թե կա որևէ անհայտ քիմիական գործընթաց, որը կարող է ստեղծել նույն մոլեկուլը։ Երկրի վրա դիմետիլը սուլֆիդը ունի շատ հստակ ծագում։ Օվկիանոսներում ֆիտոպլանկտոնը, միկրոսկոպիկ ջրիմուռներ, որոնք իրականացնում են ֆոտոսինթեզ, արտադրում են դիմետիլը սուլֆոնիոպրոպիոնատ։ Երբ այս միացությունը քայքայվում է, այն ազատում է դիմետիլը սուլֆիդ։ Այս գազը բարձրանում է մթնոլորտ եւ դառնում ամպերի կորիզների կենտրոն։ Այն իսկապես ազդում է երկրի կլիմայի վրա։ Յուրաքանչյուր տարի օվկիանոսները արտադրում են մոտավորապես 20 միլիոն տոննա դիմետիլը սուլֆիդ։ Դուք կարող եք հոտոտել այն ծովափին, դա այն բնորոշ ծովային հոտն է, որը շատերը սիրում են։ Բայց արդյոք K218b-ի վրա կարող է լինել նույն գործընթացը։ Մոլորակի պայմանները ծայրահեղ են։ Ճնշումը մակերևույթին, եթե այնտեղ ընդհանրապես կա մակերևույթ, կարող է լինել հարյուրավոր անգամ ավելի բարձր, քան երկրի վրա։ Ջերմաստիճանը ըստ հաշվարկների տատանվում է 0-ից մինչև 120 աստիճան Ցելսիուս։ Մթնոլորտը հիմնականում բաղկացած է ջրածնից եւ հելիումից, գազեր, որոնք երկրի վրա չեն կարող պահպանվել, քանի որ մեր մոլորակի ձգողականությունը չափազանց թույլ է։ Բայց կա 218b-ն, ավելի մեծ է, ավելի զանգվածային է, եւ այն կարող է պահել այդ թեթև գազերը։ Այս պայմաններում կարող է կյանքը գոյություն ունենալ։ Լոնդոնի համալսարանի աստրոբիոլոգ Ջանիս Բիշոփը 2025 թվականին հրապարակեց ուսումնասիրություն, որտեղ նկարագրեց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը հիցյանական մոլորակների վրա։ Նա անվանեց այդպիսի հիպոթետիկ օրգանիզմները հիցյանական կյանք։ Պատկերացրեք միկրոօրգանիզմներ, որոնք ապրում են ջրածնային մթնոլորտի եւ հսկայական օվկիանոսի միջև։ Նրանք կարող են օգտագործել ջրածինը որպես էներգիայի աղբյուր, ինչպես որոշ բակտերիաներ երկրի վրա։ Նրանք կարող են սնվել մեթանել-մեթանով, ածխաթթու գազով, այլ պարզ մոլեկուլներով, որոնք առատ են այդ մթնոլորտում։ Եվ եթե նրանք իրականացնում են նմանատիպ մետաբոլիզմ, ինչպես երկրի ֆիտոպլանկտոնը, նրանք կարող են արտադրել դիմետիլ սուլֆիդ։ Բայց կա մեկ այլ հնարավորություն, որը պահում է գիտնականներին զգույշ։ Երկրի վրա կան վուլկաններ, որոնք արտանետում են ծծմբային գազեր։ Կան ջերմային աղբյուրներ օվկիանոսների խորքում, որտեղ տեղի են ունենում բարդ քիմիական ռեակցիաներ։ Արդյոք K218b-ի վրա կարող է լինել որևէ անհայտ երկրաբանական կամ քիմիական գործընթաց, որը արտադրում է դիմետիլ սուլֆիդ առանց կենդանի օրգանիզմների։ Մենք չգիտենք։ Մենք երբեք չենք տեսել այդպիսի մոլորակ մոտիկից։ Մեր ողջ փորձը հիմնված է երկրի վրա, եւ երկիրը միակ օրինակն է, որը մենք ունենք։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիկոս Ռե Նյուհուն 2025 թվականին փորձեց լաբորատորիայում վերարտադրել K218b-ի պայմանները։ Նա ստեղծեց բարձր ճնշման պայմաններ, խառնեց ջրածին, մեթան, ջուր եւ ծծմբային միացություններ, տաքացրեց խառնուրդը։ Նա փորձեց տեսնել, արդյոք կարող է դիմետիլ սուլֆիդը առաջանալ անկենդան ճանապարհով։ Արդյունքները եղան անորոշ։ Որոշ պայմաններում նա իսկապես ստացավ դիմետիլ սուլֆիդի հետքեր, բայց քանակությունը շատ փոքր էր, հազարավոր անգամ պակաս, քան այն, ինչ Ջեյմս Վեբը հայտնաբերեց K218b-ի վրա։ Սա նշանակում էր, որ եթե դիմետիլ սուլֆիդը իսկապես կա այնտեղ այնպիսի քանակությամբ, ինչպես տվյալները ցույց են տալիս, ապա անկենդան գործընթացները հազիվ թե բավարար են։ Հիմա պատկերացրեք այս իրավիճակը ավելի լայն համատեքստում։ Մեր գալակտիկայում կա մոտավորապես 200 միլիարդ աստղ։ Յուրաքանչյուր աստղի շուրջը միջինում պտտվում է 1-ից 2 մոլորակ։ Սա նշանակում է, որ կան հարյուրավոր միլիարդներ մոլորակներ միայն մեր գալակտիկայում։ Դրանցից որոշ տոկոսը գտնվում է ոսկեգոտում, եւ դրանցից որոշ տոկոսը կարող է ունենալ ջուր, մթնոլորտ, պայմաններ, որոնք թույլ են տալիս կենդանի օրգանիզմների գոյությունը։ Կա 218bn։ Միայն մեկն է։ Մենք հայտնաբերել ենք հազարավոր էկզոմոլորակներ, մոլորակներ այլ աստղերի շուրջը, բայց կա 218bn, առաջինն է, որտեղ մենք տեսնում ենք ինչ-որ բան, որը կարող է լինել կենդանի օրգանիզմների ազդանշան։ 2026 թվականի հունվարին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ Ջեյմս Վեբը կշարունակի դիտարկել K218bn հաջորդ 2 տարիների ընթացքում։ Նրանք պլանավորում են հավաքել ավելի շատ տվյալներ, ավելի շատ տրանզիտներ, ավելի բարձր ճշգրտությամբ սպեկտրներ։ Նպատակը պարզ է՝ հաստատել կամ հերքել դիմետիլ սուլֆիդի առկայությունը։ Եթե ազդանշանը հաստատվի, եթե այն դառնա ավելի ուժեղ, ավելի հստակ, ապա մենք կունենանք առաջին իսկական ապացույցը, որ կյանքը գոյություն ունի երկրից դուրս։ Եթե ազդանշանը անհետանա, եթե պարզվի, որ դա սխալ էր, աղմուկ էր, սարքավորումների սխալ էր, ապա մենք կվերադառնանք որոնումներին։ Բայց անկախ արդյունքից K218b-ն արդեն փոխեց մեր մոտեցումը։ Մինչև հիմա մենք փնտրում էինք երկրի նման մոլորակներ,
ժայռային մոլորակներ, որոնք ունեն մթնոլորտ, օվկիանոսներ, մակերևույթ։ Մենք կենտրոնացած էինք Արեգակի նման աստղերի վրա, դեղին աստղեր, որոնք տաք են և պայծառ։ Բայց կա 2.18b-ն ցույց է տալիս, որ կյանքը կարող է գոյություն ունենալ ամբողջովին տարբեր պայմաններում։ Հիթյանական մոլորակներ, որոնք չունեն պինդ մակերևույթ։ Կարմիր թզուկներ, որոնք փոքր են և ցուրտ, բայց ապրում են տրիլիոնավոր տարիներ, հազարավոր անգամ ավելի երկար, քան Արեգակը։ Մթնոլորտներ, որոնք բաղկացած են ջրածնից, ոչ թե ազոտից և թթվածնից, ինչպես Երկրինը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստրոֆիզիկոս Սարա Սիգերը 2024 թվականին ստեղծեց կենսագազերի ցանկ, 124 մոլեկուլներ, որոնք կարող են լինել կենդանի օրգանիզմերի ազդանշաններ։ Դիմեթիլսուլֆիդը այդ ցանկում էր, բայց նա նաև ներառեց մեթիլքլորիդ, ֆոսֆին, ամոնիակ, նիտրոզօքսիդ և տասնյակ այլ միացություններ։ Յուրաքանչյուր այս մոլեկուլը կարող է պատմել մեզ ինչ-որ բան կյանքի մասին, եթե մենք հայտնաբերենք այն ճիշտ պայմաններում։ Բայց դիմեթիլսուլֆիդը հատուկ է, քանի որ Երկրի վրա այն արտադրվում է այնպիսի մեծ քանակությամբ, որ մենք կարող ենք հայտնաբերել այն նույնիսկ հեռավոր մոլորակների վրա։ Հիմա մտածեք այս մասին։ Մենք ապրում ենք դարաշրջանում, երբ առաջին անգամ մարդկության պատմության մեջ մենք կարող ենք ուսումնասիրել այլ մոլորակների մթնոլորտները։ 100 տարի առաջ մենք չգիտեինք, որ գոյություն ունեն մոլորակների այլ աստղերի շուրջը։ 50 տարի առաջ մենք չունեինք տեխնոլոգիա, որը թույլ կտար հայտնաբերել դրանք։ 20 տարի առաջ մենք չէինք կարող վերլուծել դրանց մթնոլորտները, և հիմա, 2026 թվականին, մենք ունենք հեռադիտակ, որը կարող է տեսնել մոլեկուլներ 120 լուսատարիների հեռավորությամբ։ Սա անհավատալի է։ Ջեյմս Վեբը գտնվում է Երկրից 1.500.000 կիլոմետր հեռավորությամբ, Լագրանժի երկրորդ կետում, որտեղ Արեգակի և Երկրի ձգողականությունը հավասարակշռված են։ Այն պտտվում է Արեգակի շուրջը միասին Երկրի հետ, միշտ մնալով նույն հարաբերական դիրքում։ Հեռադիտակի հայելին ունի 6 մետր 12 սանտիմետր տրամագիծ, ավելի քան 6 անգամ ավելի մի մեծ, քան Հաբլի հայելին։ Այն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթներում, որտեղ տիեզերքի ամենահեռավոր օբյեկտները փայլում են։ Եվ այն սառեցված է մինչև -234 աստիճան Ցելսիուս, ընդամենը 39 աստիճան բացարձակ զրոյից բարձր, որպեսզի իր սեփական ջերմությունը չխանգարի դիտարկումներին։ Երբ Ջեյմս Վեբը դիտարկում է K218b-ն, այն սպասում է, մինչև մոլորակը սկսի անցնել աստղի դիմացից։ Այս տրանզիտը տևում է մի քանի ժամ։ Այդ ժամանակ հեռադիտակը հավաքում է լույսը, որը անցնում է մոլորակի մթնոլորտի միջով։ Այդ լույսը բաժանվում է սպեկտրի, հազարավոր տարբեր ալիքների երկարություններ։ Յուրաքանչյուր ալիքի երկարություն ցույց է տալիս, թե որքան լույս է կլանվել, և յուրաքանչյուր մոլեկուլ կլանում է լույսը որոշակի ալիքների երկարություններում։ Դիմեթիլսուլֆիդը կլանում է ինֆրակարմիր լույսը մոտավորապես 3 միկրոմետր ալիքի երկարությամբ։ Հենց այդտեղ էլ Մաթուսուդանի թիմը տեսավ ազդանշանը։ Բայց ազդանշանը թույլ է, քանի որ դիմեթիլսուլֆիդի քանակը, նույնիսկ եթե այն կա, շատ փոքր է համեմատած ջրածնի, հելիումի, ջրային գոլորշու հետ։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք լսել շշուկ համերգի ժամանակ։ Շշուկը կա, բայց այն խեղդվում է երաժշտությամբ, աղմուկով, այլ ձայներով։ Գիտնականները պետք է զտեն բոլոր այլ ազդանշանները, հանեն աստղի սեփական լույսի տատանումները, հաշվի առնեն մթնոլորտի այլ բաղադրիչները։ Եվ միայն դրանից հետո նրանք կարող են տեսնել դիմեթիլսուլֆիդի թույն ստորագրությունը։ 2025 թվականի մայիսին Մոնտրեալի համալսարանի աստղաֆիզիկոս Բյորն Բենեկեն հրապարակեց այլընտրանքային վերլուծություն։ Նա վերցրեց նույն տվյալները և փորձեց տարբեր մոդելներ։ Նրա հաշվարկներով դիմեթիլսուլֆիդի ազդանշանը կարող էր լինել նաև մեթանոլի կամ եթանի ազդանշան, մոլեկուլներ, որոնք կարող են առաջանալ անկենդան ճանապարհով։ Սա ստեղծեց բանավեճ գիտական համայնքում։ Մաթուսուդանի թիմը պաշտպանեց իրենց վերլուծությունը, ցույց տալով, որ մեթանոլի և եթանի սպեկտրները չեն համընկնում այնքան լավ, որքան դիմեթիլսուլֆիդինը։ Բայց Բենեկեն պնդեց, որ անորոշությունը դեռ շատ մեծ է, և մենք պետք է սպասենք ավելի շատ տվյալների։ Սա գիտության էությունն է։ Մեկ թիմ հայտնաբերում է ինչ-որ բան, մեկ այլ թիմ ստուգում է, երրորդ թիմը փորձում է գտնել այլընտրանքային բացատրություններ։ Եվ միայն երբ բոլոր այլընտրանքները հերքվեն, երբ բոլոր ստուգումները հաստատեն, երբ անկախ դիտարկումները տան նույն արդյունքը, միայն այն ժամանակ մենք կարող ենք ասել, մենք գտել ենք ինչ-որ բան իսկական։ Կա 2.18b, ի դեպքում մենք դեռ չենք հասել այդ կետին։ Մենք ունենք հետաքրքիր ազդանշան, հուսադրող տվյալներ, բայց ոչ վերջնական ապացույց։ Բայց պատկերացրեք, եթե դա հաստատվի։
Պատկերացրեք, եթե հաջորդ 2 տարիների ընթացքում Ջեյմս Վեբը հավաքի բավականաչափ տվյալներ, որպեսզի անկասկած ապացուցի, որ դիմետիլսուլֆիդը իսկապես կա։ K218b-ի մթնոլորտում։ Պատկերացրեք, եթե այլ հեռադիտակներ, ինչպիսիք են եվրոպական չափազանց մեծ հեռադիտակը, որը կառուցվում է Չիլիում, կամ ապագա Նենսի Գրեյս Ռոման տիեզերական հեռադիտակը, հաստատեն այս հայտնաբերումը։ Այդ պահին մենք կունենանք առաջին ապացույցը, որ կյանքը գոյություն ունի երկրից դուրս։ Ոչ միկրոբներ Մարսի վրա, ոչ բակտերիաներ Եվրոպայի օվկիանոսում, Յուպիտերի լուսնի տակ, այլ կյանք, ձայլ կյանք, մեկ այլ աստղային համակարգում։ 120 լուսատարիների հեռավորությամբ։ Սա կփոխի ամեն ինչ։ Սա կփոխի մեր ինքնըմբռնումը որպես տեսակ։ Մենք այլևս չենք լինի եզակի։ Մենք այլևս չենք լինի միակ կենդանի օրգանիզմները տիեզերքում։ Մենք կդառնանք մեկը երկուսից։ Եվ եթե կա 2, ապա դա կարող է լինել 3, 4, միլիոն, միլիարդ։ Տիեզերքը կարող է լինել կյանքով, տարբեր ձևերով, տարբեր քիմիայով, տարբեր պայմաններում, բայց կյանք։ Բայց նույնիսկ եթե դիմետիլսուլֆիդի ազդանշանը հերքվի, K218b-ն մնում է հիանալի օրինակ։ Սա մոլորակ է, որը գտնվում է ոսկեգոտում։ Սա մոլորակ է, որը ունի ջուր, մեթան, ածխաթթու գազ, կյանքի հիմնական բաղադրիչները։ Սա մոլորակ է, որը մենք կարող ենք ուսումնասիրել մեր ներկայիս տեխնոլոգիայով։ Եվ կան հազարավոր նման մոլորակներ, որոնք սպասում են հայտնաբերման։ Երբ Նիկու Մացուդանը 2026 թվականի սեպտեմբերին հրապարակեց K218b-ի տվյալները, աշխարհի տասնյակ լաբորատորիաներ սկսեցին նոր որոնումներ։ Բայց նրանք փնտրում էին ոչ միայն դիմետիլսուլֆիդ, նրանք փնտրում էին ցանկացած նշան, ցանկացած քիմիական անհավասարակշռություն, որը կարող էր ցույց տալ կենդանի օրգանիզմների գործունեություն։ Քանի որ կյանքը, ինչպես մենք հասկանում ենք այն, միշտ թողնում է հետք։ Կյանքը խախտում է քիմիական հավասարակշռությունը։ Կյանքը ստեղծում է մոլեկուլներ, որոնք չպետք է գոյություն ունենան միասին։ Եվ հենց այդ անհավասարակշռությունն է, որը մենք փնտրում ենք։ Պատկերացրեք 2 գազեր՝ թթվածին եւ մեթան։ Երկրի մթնոլորտում այս 2 գազերը գոյություն ունեն միասին, թեև քիմիապես նրանք պետք է ռեակցիայի մեջ մտնեն եւ անհետանան։ Թթվածինը պետք է օքսիդացնի մեթանը, վերածելով այն ածխաթթու գազի եւ ջրի։ Բայց երկրի վրա բույսերը անընդհատ արտադրում են թթվածին ֆոտոսինթեզի միջոցով, իսկ բակտերիաները եւ այլ օրգանիզմներ արտադրում են մեթան։ Այս անընդհատ արտադրությունը պահպանում է 2 գազերը մթնոլորտում, չնայած նրանց քիմիական անհամատեղելիությանը։ Եթե ողջ կյանքը երկրի վրա անհետանար այսօր, 1 միլիոն տարվա ընթացքում թթվածինը կվերանար մթնոլորտից։ Մեթանը կվերանար ավելի արագ, 10 տարվա ընթացքում։ Մթնոլորտը կվերադառնար քիմիական հավասարակշռության, եւ ոչ մի հեռավոր դիտորդ չէր կարող ասել, որ այստեղ երբևէ եղել է կյանք։ K218b-ի վրա մենք տեսնում ենք ջուր, մեթան եւ ածխաթթու գազ միասին։ Սա արդեն հետաքրքիր է, քանի որ այս 3 մոլեկուլները կարող են ցույց տալ ակտիվ քիմիական ցիկլեր։ Բայց դիմետիլսուլֆիդը դա ավելի ուժեղ ազդանշան է, քանի որ երկրի վրա մենք չգիտենք ոչ մի անկենդան գործընթաց, որը կարող է արտադրել այն նույն պայմաններում եւ նույն քանակությամբ։ Սակայն գիտնականները սովորել են զգույշ լինել։ Տիեզերքը լի է անակնկալներով, եւ այն, ինչ ճիշտ է երկրի վրա, կարող է սխալ լինել։ K218b-ի վրա Արիզոնայի համալսարանի աստրոքիմիկոս Դանիել Ապայն 2025 թվականի նոյեմբերին սկսեց նոր հետազոտություն։ Նա ուզում էր հասկանալ, թե ինչպիսի այլ գազեր կարող են լինել կենսաբանական ազդանշաններ հիցյանական մոլորակների վրա։ Նա վերցրեց երկրի օվկիանոսների տվյալները, բոլոր այն գազերը, որոնք արտադրվում են ծովային կյանքի կողմից։ Ապա նա մոդելավորեց, թե ինչպես այդ գազերը կարտահայտվեին մոլորակի մթնոլորտում, եթե օվկիանոսը լիներ 100 կիլոմետր խորությամբ եւ մթնոլորտը հիմնականում ջրածնային։ Արդյունքները ցույց տվեցին, որ դիմետիլսուլֆիդից բացի կարող են հայտնաբերվել նաեւ մեթիլբրոմիդ, մեթիլքլորիդ, կարբոնիլ սուլֆիդ եւ մի քանի այլ ծծմբային միացություններ։ Յուրաքանչյուր այս մոլեկուլը կարող է ամրապնդել կենսաբանական ապացույցը, եթե մենք հայտնաբերենք դրանք միասին։ Բայց ահա խնդիրը։ Ջեյմս Վեբը, չնայած իր անհավատալի զգայունությանը, սահմանափակ է։ Այն կարող է հայտնաբերել միայն այն մոլեկուլները, որոնք ունեն ուժեղ ինֆրակարմիր կլանման գծեր։ Շատ կենսաբանական գազեր, ինչպիսիք են ամինաթթուները կամ որոշ օրգանական միացությունները, չեն կլանում լույսը այն ալիքների երկարություններում, որտեղ Ջեյմս Վեբը դիտարկում է։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք բաց թողնել կարևոր ազդանշաններ պարզապես այն պատճառով, որ մեր սարքավորումները չեն տեսնում դրանք։ Դա նման է փորձին լսել համերգ, երբ դուք կարող եք լսել միայն բարձր հաճախականությունները։
Դուք կլսեք ջութակը, բայց կբաց թողնեք բասը եւ թմբուկները։ Հենց այդ պատճառով աստղաֆիզիկոսները արդեն պլանավորում են հաջորդ սերնդի հեռադիտակները։ 2028 թվականին պլանավորվում է գործարկել Habitable Worlds Observatory, բնակելի աշխարհների դիտարանը։ Այս հեռադիտակը կունենա 10 մետր տրամագծով հայելի եւ կաշխատի ինչպես ինֆրակարմիր, այնպես էլ տեսանելի լույսի մեջ։ Այն կարող է ուղղակիորեն պատկերել մոլորակները, ոչ միայն դիտարկել դրանց տրանզիտները, այլև տեսնել դրանց լույսը անկախ աստղից։ Սա կթույլ տա ուսումնասիրել մոլորակներ, որոնք երբեք չանցնում են իրենց աստղի դիմացից մեր տեսանկյունից։ Սա կբացի հազարավոր նոր թիրախներ։ Բայց մինչև այդ պահը մենք ունենք Ջեյմս Վեբը, եւ մենք ունենք K218b։ Եվ մենք ունենք հարցեր։ Եթե դիմետիլ սուլֆիդը իսկապես կա այնտեղ, եթե այն իսկապես արտադրվում է կենդանի օրգանիզմերի կողմից, ապա ինչ տեսակի օրգանիզմեր են դրանք։ Արդյոք դրանք նման են երկրի ֆիտոպլանկտոնին, միկրոսկոպիկ ջրիմուռներ, որոնք լողում են ջրի մակերևույթին եւ իրականացնում ֆոտոսինթեզ։ Թե դրանք ինչ-որ ամբողջովին տարբեր բան են, օրգանիզմեր, որոնք հարմարվել են ապրել ջրածնային մթնոլորտում, օրգանիզմեր, որոնք օգտագործում են քիմիական էներգիա, ոչ թե լույս։ Կալիֆոռնիայի համալսարանի աստրոբիոլոգ Լիզա Կալտենեգերը 2025 թվականի դեկտեմբերին հրապարակեց ուսումնասիրություն հիթյանական կյանքի հնարավոր մետաբոլիզմի մասին։ Նա նկարագրեց 3 հիմնական սցենարներ։ Առաջին սցենարը՝ ֆոտոսինտեզող օրգանիզմներ, որոնք ապրում են մթնոլորտի վերին շերտերում, որտեղ աստղի լույսը կարող է հասնել։ Այս օրգանիզմները կարող են օգտագործել ածխաթթու գազը եւ ջուրը ստեղծելու օրգանական նյութեր, ինչպես երկրի բույսերը։ Բայց կա 218b աստղը, կարմիր թզուկ է, որը արտադրում է շատ ավելի քիչ լույս, քան արեգակը։ Սա նշանակում է, որ ֆոտոսինթեզը, եթե այն գոյություն ունի, պետք է լինի շատ ավելի արդյունավետ, կամ օրգանիզմները պետք է ունենան շատ ավելի մեծ մակերես, հավաքելու բավարար լույս։ Երկրորդ սցենարը՝ քեմոսինթեզող օրգանիզմներ, որոնք օգտագործում են քիմիական ռեակցիաներ որպես էներգիայի աղբյուր։ Երկրի վրա կան բակտերիաներ, որոնք ապրում են օվկիանոսների խորքում, ջերմային աղբյուրների մոտ, որտեղ երբեք չի հասնում արեգակնային լույս։ Այս բակտերիաները օգտագործում են ջրածնի սուլֆիդը, մեթանը կամ այլ քիմիական միացություններ, ստեղծելու էներգիա։ Կա 218b-ի վրա։ Եթե կա ակտիվ երկրաբանական գործունեություն, վուլկաններ, ջերմային աղբյուրներ, ապա քեմոսինթեզող օրգանիզմները կարող են լինել առատ։ Նրանք կարող են ապրել օվկիանոսի խորքում, որտեղ ճնշումը հսկայական է, բայց քիմիական էներգիան առատ։ Երրորդ սցենարը՝ հիբրիդային մետաբոլիզմ, որտեղ օրգանիզմները օգտագործում են եւ լույսը, եւ քիմիական ռեակցիաները։ Երկրի վրա կան որոշ բակտերիաներ, որոնք կարող են անցնել մի ռեժիմից մյուսը, կախված պայմաններից։ K218b-ի վրա, որտեղ լույսը թույլ է, բայց քիմիական ռեսուրսները կարող են լինել առատ, այդպիսի հիբրիդային մետաբոլիզմը կարող է լինել առավելություն։ Բայց բոլոր այս սցենարները հիմնված են երկրի կյանքի վրա։ Մենք չգիտենք արդյոք կյանքը K218b-ի վրա, եթե այն գոյություն ունի, հետևում է նույն կանոններին։ Կյանքը երկրի վրա հիմնված է ածխածնի, ջրի եւ DNA-ի վրա։ Բայց արդյոք սա միակ հնարավոր ձևն է։ Արդյոք կարող է լինել կյանք, որը հիմնված է սիլիցիումի վրա, ոչ թե ածխածնի։ Կյանք, որը օգտագործում է ամոնիակ, ոչ թե ջուր։ Կյանք, որը պահպանում է ինֆորմացիան ոչ թե DNA-ում, այլ որևէ այլ մոլեկուլում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիկոս Ջանին Բենսոնը 2024 թվականին ստեղծեց կյանքի տարածության քարտեզ, բոլոր հնարավոր քիմիական համակարգները, որոնք կարող են ապահովել կյանք։ Նա սկսեց ածխածնից, որը կարող է ստեղծել 4 քիմիական դապեր եւ կազմել անհամար բարդ մոլեկուլներ։ Ապա նա ավելացրեց սիլիցիումը, որը նույնպես կարող է ստեղծել 4 կապեր, բայց ավելի թույլ է բարձր ջերմաստիճաններում։ Նա ավելացրեց ջուրը որպես լուծիչ, ապա ամոնիակը, մեթանը, ջրածնի ֆտորիդը։ Յուրաքանչյուր լուծիչ ստեղծում է տարբեր քիմիական հնարավորություններ։ Ջուրը լավ է բևեռային մոլեկուլների համար։ Մեթանը լավ է ոչ բևեռային մոլեկուլների համար։ Ամոնիակը կարող է աշխատել ցածր ջերմաստիճաններում, որտեղ ջուրը սառչում է։ Արդյունքում Բենսոնը հայտնաբերեց, որ կյանքի տարածությունը շատ ավելի լայն է, քան մենք մտածում էինք։ Կան հարյուրավոր տարբեր քիմիական համակարգներ, որոնք տեսականորեն կարող են ապահովել կյանք։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր այդ համակարգները իրականում գոյություն ունեն տիեզերքում։ Տեսական հնարավորությունը եւ իրական գոյությունը երկու տարբեր բաներ են։ Երկրի վրա կյանքը ընտրեց ածխածինը եւ ջուրը, քանի որ այս տարրերը առատ էին եւ քիմիապես բազմակողմանի։
Կա 2-18b-ի վրա։ Եթե կյանքը գոյություն ունի, այն նույնպես պետք է ընտրած լինի այն տարրերը, որոնք առատ են եւ հարմար։ Հիմա պատկերացրեք, որ մենք հաստատել ենք կյանքի գոյությունը։ Կա 2-18b-ի վրա։ Հաջորդ հարցը կլինի. ինչքան տարածված է կյանքը տիեզերքում։ Արդյոք կա 2-18b-ին բացառություն է, թե կանոն։ Որպեսզի պատասխանենք այս հարցին, մենք պետք է ուսումնասիրենք ավելի շատ մոլորակներ։ Շատ ավելի շատ։ 2026 թվականի դրությամբ մենք հայտնաբերել ենք 5672 էկզոմոլորակ։ Այս թիվը աճում է ամեն շաբաթ։ Բայց այս մոլորակներից միայն փոքր մասը գտնվում է ոսկե գոտում, եւ այդ փոքր մասից միայն մի քանիսը բավականաչափ մեծ են, որպեսզի Ջեյմս Վեբը կարողանա ուսումնասիրել դրանց մթնոլորտները։ K218b հատուկ է, քանի որ այն համատեղում է 3 գործոն՝ ոսկե գոտի, հարմար չափ եւ պայծառ աստղ, որը թույլ է տալիս մեզ տեսնել մթնոլորտի սպեկտրը։ Բայց կան այլ թիրախներ։ TRAPPIST 1 համակարգը, որը գտնվում է 40 լուսատարիների հեռավորությամբ, ունի 7 մոլորակ, որոնցից 3-ը գտնվում են ոսկե գոտում։ Այս մոլորակները փոքր են երկրի չափսի, եւ դրանց աստղը շատ ցուրտ կարմիր թզուկ է։ Ջեյմս Վեբը արդեն սկսել է դիտարկել TRAPPIST 1-ն, մոլորակ, որը կարող է ունենալ ջրային օվկիանոսներ։ Առաջին տվյալները հրապարակված 2025 թվականի մարտին ցույց տվեցին, որ մոլորակը ունի մթնոլորտ, բայց դրա բաղադրությունը դեռ անորոշ է։ Գիտնականները սպասում են ավելի շատ դիտարկումների, որպեսզի որոշեն, արդյոք այնտեղ կա ածխաթթու գազ, ջրային գոլորշի կամ այլ կենսաբանական գազեր։ Proxima Centauri b-ն, որը գտնվում է ամենամոտ աստղային համակարգում, ընդամենը 4 լուսատարիների հեռավորությամբ, նույնպես հետաքրքիր թիրախ է։ Այս մոլորակը գտնվում է ոսկե գոտում իր աստղի շուրջը, բայց աստղը շատ ակտիվ է, արտանետում հզոր ճառագայթային պոռթկումներ, որոնք կարող են վնասել ցանկացած մթնոլորտ։ Եթե Proxima Centauri b-ն ունի մթնոլորտ, այն պետք է լինի շատ հաստ եւ ունենալ ուժեղ մագնիսական դաշտ, որպեսզի պաշտպանվի աստղի ճառագայթումից։ Մենք դեռ չգիտենք, արդյոք այդպիսի պայմանները գոյություն ունեն։ LHS 114b-ն, որը գտնվում է 45 լուսատարիների հեռավորությամբ, մեկ այլ խոստումնալից թիրախ է։ Այս մոլորակը ավելի մեծ է, քան Երկիրը, բայց փոքր է, քան K218b-ն։ Այն գտնվում է ոսկե գոտում եւ ըստ որոշ մոդելների կարող է ունենալ հսկայական օվկիանոս, ծածկված սառույցի շերտով։ Եթե սառույցի տակ կա հեղուկ ջուր, ապա այնտեղ կարող են լինել պայմաններ կյանքի համար։ Բայց սառույցի շերտը կխանգարի մեզ տեսնել մթնոլորտը, եւ մենք չենք կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում ներսում։ Յուրաքանչյուր այս մոլորակը եզակի է։ Յուրաքանչյուրը ունի իր պայմանները, իր մթնոլորտը, իր պոտենցիալը կյանքի համար։ Եվ յուրաքանչյուրը պահանջում է տասնյակ ժամեր դիտարկման ժամանակ Ջեյմս Վեբի վրա։ Հեռադիտակի ժամանակը սահմանափակ է եւ մրցակցային։ Հազարավոր աստղագետներ ամբողջ աշխարհից ներկայացնում են առաջարկություններ ուսումնասիրելու տարբեր օբյեկտներ։ Էկզոմոլորակները միայն մեկ մասն են։ Կան նաև գալակտիկաներ, աստղեր, սև անցքեր, այլ օբյեկտներ, որոնք սպասում են ուսումնասիրության։ Բայց էկզոմոլորակների ուսումնասիրությունը ունի հատուկ կարևորություն, քանի որ այն պատասխանում է մարդկության ամենահին հարցերից մեկին. միայնակ ենք մենք տիեզերքում։ Այս հարցը տանջել է փիլիսոփաներին, գիտնականներին, սովորական մարդկանց հազարավոր տարիների ընթացքում։ Եվ հիմա, առաջին անգամ պատմության մեջ, մենք ունենք գործիքները, որպեսզի փորձենք պատասխանել այդ հարցին։ Բայց նույնիսկ եթե մենք հայտնաբերենք կյանք, կա 218b-ի վրա, կամ TRAPPIST 1-ի վրա, կամ որևէ այլ մոլորակի վրա, դա կլինի միայն սկիզբը։ Հաջորդ հարցը կլինի. ինչքան բարդ է այդ կյանքը։ Արդյոք դա միայն միկրոօրգանիզմներ են, թե կան ավելի բարդ ձևեր։ Արդյոք կա բազմաբջիջ կյանք, կենդանիներ, բույսեր։ Արդյոք կա բանականություն։ Երկրի վրա կյանքը առաջացել է մոտավորապես 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Առաջին 2 միլիարդ տարիների ընթացքում կյանքը մնաց միաբջիջ, բակտերիաներ եւ արքեաներ։ Ապա մոտավորապես 2 միլիարդ տարի առաջ առաջացան էուկարիոտները, բջիջներ, որոնք ունեն միջուկ եւ բարդ կառուցվածք։ Եվ միայն 600 միլիոն տարի առաջ կամբրիական պայթյունի ժամանակ կյանքը դարձավ իսկապես բազմազան՝ կենդանիներ, բույսեր, սնկեր։ Բանականությունը, ինչպես մենք հասկանում այն, առաջացել է միայն մի քանի միլիոն տարի առաջ։ Սա նշանակում է, որ երկրի պատմության մեծ մասի ընթացքում կյանքը եղել է միկրոսկոպիկ եւ պարզ։ Եթե օտար քաղաքակրթությունը ուսումնասիրեր Երկիրը 2 միլիարդ տարի առաջ, նրանք կտեսնեին մթնոլորտում մեթան եւ ածխաթթու գազ, բայց ոչ թթվածին։ Նրանք կարող էին կասկածել կյանքի գոյությունը, բայց չէին կարող վստահ լինել։
Միայն երբ թթվածինը սկսեց կուտակվել մթնոլորտում, մոտավորապես 2 միլիարդ 400 միլիոն տարի առաջ, կյանքի ազդանշանը դարձավ անհերքելի։ Կա 2.18b-ի վրա։ Եթե կյանքը գոյություն ունի, այն կարող է լինել ցանկացած փուլում։ Այն կարող է լինել նոր առաջացած պարզ բակտերիաներ, որոնք նոր սկսել են իրենց էվոլյուցիան։ Կամ այն կարող է լինել հին, բարդ էկոհամակարգեր, որոնք գոյություն ունեն միլիարդավոր տարիներ։ Մենք չգիտենք։ Մենք կարող ենք միայն դիտարկել մթնոլորտը և փորձել մեկնաբանել ազդանշանները։ Բայց ահա ինչ է հետաքրքիր։ Եթե մենք հայտնաբերենք միկրոբային կյանք մի քանի տարբեր մոլորակների վրա, դա կնշանակի, որ կյանքը տարածված է տիեզերքում։ Եվ եթե կյանքը տարածված է, ապա ըստ վիճակագրության պետք է լինեն նաև մոլորակներ, որտեղ կյանքը էվոլյուցիայի ավելի բարձր փուլում է։ Մոլորակներ, որտեղ կան բազմաբջիջ օրգանիզմներ, բարդ էկոհամակարգեր, գուցե նույնիսկ բանականություն։ Սան Ֆրանցիսկոյի շտատի համալսարանի աստրոբիոլոգ Ջոնաթան Լունինը 2025 թվականի օգոստոսին հրապարակեց հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ եթե կյանքը առաջանում է մոտավորապես յուրաքանչյուր 100-րդ ոսկե գոտու մոլորակի վրա, ապա մեր գալակտիկայում պետք է լինեն մոտավորապես 2 միլիարդ մոլորակներ կյանքով։ Եվ եթե կյանքը էվոլյուցիայի ընթացքում հասնում է բանականության մոտավորապես յուրաքանչյուր միլիոներորդ դեպքում, ապա պետք է լինեն հազարավոր բանական քաղաքակրթություններ միայն մեր գալակտիկայում։ Բայց ահա հարցը, որտեղ են նրանք։ Սա հայտնի է որպես Ֆերմիի պարադոքս։ Եթե տիեզերքը լի է կյանքով, եթե կան հազարավոր կամ միլիոնավոր բանական քաղաքակրթություններ, ինչու մենք չենք տեսնում դրանց հետքերը։ Ինչու մենք չենք ստանում ռադիոազդանշաններ։ Ինչու մենք չենք տեսնում հսկայական ինժեներական կառույցներ, Դայսոնի սֆերաներ, տերաֆորմացված մոլորակներ, միջաստղային տիեզերանավեր։ Կան շատ հնարավոր պատասխաններ։ Գուցե բանական քաղաքակրթությունները հազվագյուտ են, շատ ավելի հազվագյուտ, քան մենք մտածում ենք։ Գուցե նրանք գոյություն ունեն, բայց չեն ցանկանում կապ հաստատել։ Գուցե նրանք գոյություն են ունեցել, բայց ինքնաոչնչացել են, միջուկային պատերազմներով, էկոլոգիական աղետներով, տեխնոլոգիական սխալներով։ Գուցե նրանք այնքան առաջադեմ են, որ մենք չենք կարող ճանաչել դրանց տեխնոլոգիան։ Պատկերացրեք միջնադարյան գյուղացի, որը փորձում է հասկանալ ինտերնետը։ Նա չի կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչ է դա։ Գուցե մենք ենք այդ գյուղացին, եւ առաջադեմ քաղաքակրթությունները օգտագործում են հաղորդակցության մեթոդներ, որոնք մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Կամ գուցե պատասխանը ավելի պարզ է։ Գուցե մենք առաջինն ենք։ Գուցե մեր գալակտիկան դեռ երիտասարդ է, եւ մենք ենք առաջին քաղաքակրթությունը, որը հասել է այն տեխնոլոգիական մակարդակին, որը թույլ է տալիս ուսումնասիրել այլ մոլորակներ։ Սա կարող է թվալ ամբարտավան, բայց դա հնարավոր է։ Տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է։ Մեր արեգակը 4 միլիարդ 600 միլիոն տարեկան։ Առաջին աստղերը եւ մոլորակները առաջացել են շատ ավելի վաղ, բայց այդ վաղ մոլորակները չունեին բավարար քանակությամբ ծանր տարրեր՝ ածխածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր։ Այս տարրերը ստեղծվում են աստղերի ներսում եւ տարածվում տիեզերքում, երբ աստղերը պայթում են որպես սուպերնովաներ։ Յուրաքանչյուր սերունդ աստղերի հետ տիեզերքը դառնում է ավելի հարուստ ծանր տարրերով։ Գուցե մեր արեգակային համակարգը առաջացել է հենց այն պահին, երբ տիեզերքը դարձել է բավականաչափ հարուստ, որպեսզի թույլ տա կյանքի առաջացումը։ Բայց անկախ պատասխանից կա 2.18b-ն մեզ մի քայլ մոտեցնում է ճշմարտությանը։ Յուրաքանչյուր մոլորակ, որը մենք ուսումնասիրում ենք, յուրաքանչյուր մթնոլորտ, որը մենք վերլուծում ենք, յուրաքանչյուր գազ, որը մենք հայտնաբերում ենք, դրանք բոլորը տվյալներ են, եւ տվյալները կուտակվում են։ 10 տարի առաջ մենք ունեինք 0 մոլորակներ, որտեղ մենք կարող էինք ուսումնասիրել մթնոլորտները։ Հիմա մենք ունենք տասնյակ։ 10 տարի հետո մենք կունենանք հարյուրավոր։ Եվ յուրաքանչյուր նոր մոլորակ մեզ ավելի շատ բան է սովորեցնում տիեզերքի մասին, կյանքի մասին, մեր սեփական տեղի մասին այս անվերջ տարածության մեջ։ 2026 թվականի փետրվարին, երբ դուք լսում եք այս խոսքերը, Ջեյմս Վեբը շարունակում է դիտարկել K218b-ն։ Յուրաքանչյուր տրանզիտ, յուրաքանչյուր սպեկտր, յուրաքանչյուր տվյալ մեզ մոտեցնում է պատասխանին։ Արդյոք դիմետիլ սուլֆիդը իսկական է։ Արդյոք այն արտադրվում է կենդանի օրգանիզմների կողմից։ Արդյոք մենք գտել ենք կյանք այլ մոլորակի վրա։ Մենք դեռ չգիտենք, բայց մենք փնտրում ենք։ Եվ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դիտարկում, յուրաքանչյուր վերլուծություն մեզ մոտեցնում է այն պահին, երբ մենք կիմանանք ճշմարտությունը։ Երբ Նիկ ու Մաթուսուդանի թիմը 2026 թվականի սեպտեմբերին հրապարակեց K218b-ի տվյալները, աշխարհի մամուլը լցվեց վերնագրերով։ Գտնվեց կյանք այլ մոլորակի վրա, բայց գիտնականները ավելի զգույշ էին։ Նրանք խոսում էին պոտենցիալ բիոսիգնատուրայի մասին,
հետաքրքիր ազդանշանի մասին, հետագա ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Այս զգուշությունը ոչ թե թուլություն է, այլ գիտության ուժը։ Քանի որ գիտությունը չի փնտրում այն, ինչ մենք ուզում ենք գտնել, այն փնտրում է այն, ինչ իսկապես կա։ Եվ երբեմն այն, ինչ իսկապես կա, շատ ավելի հետաքրքիր է, քան այն, ինչ մենք պատկերացնում էինք։ Պատկերացրեք, որ դուք լսում եք ձայն խավար անտառում։ Ձեր առաջին ռեակցիան կարող է լինել վախ, գուցե դա գիշատիչ է։ Բայց եթե դուք դադարեցնեք, լսեք ուշադիր, վերլուծեք ձայնի հաճախականությունը, ռիթմը, ուղղությունը, դուք կարող եք հասկանալ, որ դա ծառարի ճյուղ է, որը շարժվում է քամուց։ Կամ թռչուն, որը կանչում է իր զուգընկերոջը, կամ գետ, որը հոսում է ժայռերի միջով։ Յուրաքանչյուր այս բացատրություն պահանջում է տարբեր ապացույցներ, տարբեր դիտարկումներ, տարբեր վերլուծություններ։ Նույնն է K218B-ի հետ։ Մենք լսեցինք ձայն, դիմետիլսուլֆիդի ազդանշան։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է այդ ձայնի աղբյուրը։ Կեմբրիջի համալսարանի քիմիկոս Մարկուս Թենիսոնը 2026 թվականի հունվարին սկսեց նոր լաբորատոր փորձեր։ Նա ուզում էր վերարտադրել K218B-ի մթնոլորտի պայմանները ավելի ճշգրիտ, քան նախորդ փորձերը։ Նա ստեղծեց բարձր ճնշման պայմաններ, 200 մթնոլորտ, որը համապատասխանում է K218B-ի մթնոլորտի ներքին շերտերին։ Նա խառնեց ջրածին, հելիում, ջրային գոլորշի, մեթան, ածխաթթու գազ և ծծմբային միացություններ, ջրածնի սուլֆիդ և սուլֆուր դիօքսիդ։ Ապա նա ավելացրեց ուլտրամանուշակագույն ճառագայթում, նմանակելու աստղի լույսը, և սպասեց։ 3 շաբաթ անց, երբ նա վերլուծեց խառնուրդը, նա հայտնաբերեց դիմետիլսուլֆիդի հետքեր։ Բայց քանակությունը շատ փոքր էր, մոտավորապես 1 մասնիկ միլիարդ մասնիկից։ Սա հազարավոր անգամ պակաս էր, քան այն, ինչ Ջեյմս Վեբի տվյալները ցույց էին տալիս K218B-ի վրա։ Թենիսոնը փորձեց տարբեր պայմաններ, ավելի բարձր ջերմաստիճան, ավելի ցածր ջերմաստիճան, տարբեր ճնշում, տարբեր քիմիական հարաբերություններ։ Յուրաքանչյուր անգամ նա ստանում էր դիմետիլսուլֆիդ, բայց միշտ շատ փոքր քանակությամբ։ Սա ուժեղ ապացույց էր, որ անկենդան քիմիական գործընթացները գոնե այն պայմաններում, որոնք նա կարող էր վերարտադրել լաբորատորիայում, չեն կարող բացատրել։ K218B-ի դիմետիլսուլֆիդի քանակությունը։ Բայց գիտությունը պահանջում է ավելին, քան մեկ լաբորատոր փորձ։ Տոկիոյի համալսարանի աստրոքիմիկոս Յուկի Համադան 2026 թվականի փետրվարին հրապարակեց այլընտրանքային տեսություն։ Նա առաջարկեց, որ K218B-ի վրա կարող են լինել ակտիվ վուլկաններ, որոնք արտանետում են ծծմբային գազեր։ Եթե այդ գազերը փոխազդում են մթնոլորտի ջրածնի և մեթանի հետ, նրանք կարող են ստեղծել դիմետիլսուլֆիդ։ Սա կլիներ երկրաբանական գործընթաց, ոչ թե կենսաբանական։ Բայց Համադայի տեսությունը ուներ խնդիր։ Որպեսզի վուլկանները արտադրեն բավարար դիմետիլսուլֆիդ, դրանք պետք է լինեին չափազանց ակտիվ, հարյուրավոր անգամ ավելի ակտիվ, քան երկրի ամենաակտիվ վուլկանները։ Եվ այդպիսի ակտիվությունը պետք է թողներ այլ հետքեր մթնոլորտում՝ սուլֆուր դիօքսիդ, ջրածնի սուլֆիդ, այլ վուլկանական գազեր։ Ջեյմս Վեբի տվյալները չցույց էին տալիս այդպիսի գազերի ավելցուկ։ Սա բերեց մեկ այլ հարցի. ինչպես կարող ենք տարբերել կենսաբանական ազդանշանը երկրաբանականից։ Պատասխանը կայանում է համատեքստում։ Մեկ գազ, մեկ մոլեկուլ դա բավարար չէ։ Մենք պետք է տեսնենք ամբողջ պատկերը, բոլոր գազերը միասին, դրանց հարաբերությունները, դրանց տատանումները ժամանակի ընթացքում։ Երկրի վրա, եթե դուք վերլուծեք մթնոլորտը, դուք կտեսնեք թթվածին 21%, ազոտ 78%, արգոն 1%, ածխաթթու գազ 0.04%։ Բայց դուք կտեսնեք նաև մեթան 0.00100175%։ Այս փոքր քանակությունը կարող է թվալ անկարևոր, բայց այն հսկայական է, քանի որ մեթանը պետք է արագ քայքայվեր մթնոլորտում։ Այն, որ այն կա, նշանակում է, որ ինչ-որ բան անընդհատ արտադրում է այն։ Եվ այդ ինչ-որ բանը հիմնականում կենդանի օրգանիզմներն են՝ բակտերիաներ, արջառներ, բրնձի դաշտեր, խոնավ տարածքներ։ K218B-ի վրա մենք տեսնում ենք ջուր, մեթան, ածխաթթու գազ և հնարավոր դիմետիլսուլֆիդ։ Եթե դիմետիլսուլֆիդը հաստատվի, եթե մենք նաև հայտնաբերենք այլ կենսաբանական գազեր, օրինակ մեթիլկլորիդ կամ կարբոնիլ սուլֆիդ, ապա համատեքստը կդառնա ավելի ուժեղ։ Յուրաքանչյուր լրացուցիչ գազ, յուրաքանչյուր լրացուցիչ ապացույց մեզ մոտեցնում է վստահությանը։ Բայց մենք դեռ չենք հասել այնտեղ։ Մենք դեռ հավաքում ենք տվյալներ, դեռ վերլուծում, դեռ փորձարկում տեսություններ։ Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկոս Ավի Լոեբը 2025 թվականի դեկտեմբերին առաջարկեց ավելի ուղղակի մոտեցում։
Նա ասաց. «Եթե մենք իսկապես ուզում ենք իմանալ, արդյոք կա 218b վրա կա կյանք, մենք պետք է ուղարկենք այնտեղ տիեզերանավ։ Ոչ մարդկային առաքելություն, դա անհնար է ներկայիս տեխնոլոգիայով, քանի որ ճանապարհորդությունը կտևեր տասնյակ հազարավոր տարիներ։ Այլ ռոբոտային զոնդ, որը կարող է հասնել այնտեղ ողջամիտ ժամանակահատվածում։ Լոեբը նկարագրեց Breakthrough Starshot ծրագիրը, որը նա օգնել է մշակել։ Այս ծրագիրը նախատեսում է ստեղծել փոքրիկ տիեզերանավեր, չիփսաթր, որոնք կշարժվեն լազերային հրմշտոցով։ Հզոր լազերային ճառագայթները, որոնք տեղակայված են երկրի վրա, կկենտրոնանան փոքրիկ առագաստի վրա, որը կցված է տիեզերանավին, եւ կմղեն այն մինչև 20% լույսի արագությամբ։ Այդ արագությամբ տիեզերանավը կարող է հասնել Proxima Centauriին, ամենամոտ աստղային համակարգին, 20 տարվա ընթացքում։ Բայց K218b 120 լուսատարիների հեռավորությամբ է։ Նույնիսկ 20% լույսի արագությամբ ճանապարհորդությունը կտևեր 600 տարի։ Սա շատ երկար է մարդկային ժամանակաչափով, բայց ոչ տիեզերական ժամանակաչափով։ Եթե մենք գործարկենք այդպիսի առաքելություն այսօր, այն կհասնի K218b-ին 2626 թվականին։ Մեր ժառանգորդների ժառանգորդները կստանան տվյալները, բայց արդյոք դա արժե։ Արդյոք մենք պետք է ներդնենք ռեսուրսներ ծրագրում, որի արդյունքները կտեսնեն միայն հեռավոր ապագայի սերունդները։ Լոեբը պնդում է, որ այո։ Նա ասում է, որ մարդկությունը միշտ ներդրել է երկարաժամկետ ծրագրերում։ Միջնադարյան տաճարները կառուցվել են դարերի ընթացքում, մեծ չինական պատը կառուցվել է հազարամյակների ընթացքում։ Մենք տնկում ենք ծառեր, որոնք կտտան պտուղներ միայն մեր թոռների ժամանակ։ Ինչու ոչ տիեզերական առաքելություն, որը կտա պատասխաններ մեր ամենախորը հարցերին։ Բայց այլ գիտնականներ ավելի սկեպտիկ են։ Նրանք ասում են, որ տեխնոլոգիան դեռ չի պատրաստ, ֆինանսավորումը անբավարար է, եւ մենք պետք է կենտրոնանանք այն վրա, ինչ կարող ենք անել հիմա՝ հեռադիտակներով դիտարկումներ, լաբորատոր փորձեր, տեսական մոդելներ։ Բայց պատկերացրեք, եթե մենք իսկապես ուղարկենք տիեզերանավ K218b-ին։ Պատկերացրեք, որ 600 տարի անց այն հասնում է մոլորակին, մտնում մթնոլորտ, վերլուծում գազերը, հավաքում նմուշներ, ուղարկում տվյալներ երկիր։ Այդ տվյալները կճանապարհորդեն 120 տարի լույսի արագությամբ եւ կհասնեն երկիր 2746 թվականին։ Մարդիկ, որոնք կստանան այդ տվյալները, կապրեն աշխարհում, որը մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել, բայց նրանք կիմանան։ Նրանք կիմանան, արդյոք K218b-ի վրա կա կյանք։ Նրանք կտեսնեն այն, ինչ մենք կարող ենք միայն կռահել։ Բայց մինչև այդ պահը մենք ունենք Ջեյմս Վեբը։ Եվ Ջեյմս Վեբը շարունակում է դիտարկել։ 2026 թվականի փետրվարի դրությամբ հեռադիտակը հավաքել է 15 տրանզիտ K218b-ի համար։ Յուրաքանչյուր տրանզիտ տալիս է ավելի շատ տվյալներ, ավելի բարձր ճշգրտություն, ավելի ուժեղ ազդանշան։ Մաթուսուդանի թիմը պլանավորում է հրապարակել թարմացված վերլուծություն 2026 թվականի ամռանը։ Այդ վերլուծությունը կկիրառի նոր մեթոդներ՝ մեքենայական ուսուցում, արհեստական ինտելեկտ, ավելի բարդ վիճակագրական մոդելներ։ Նպատակը՝ նվազեցնել անորոշությունը, ուժեղացնել ազդանշանը, հաստատել կամ հերքել դիմետիլ սուլֆիդի առկայությունը։ Բայց անկախ արդյունքից K218b-ն արդեն փոխել է մեր մոտեցումը կյանքի որոնմանը։ Մինչև հիմա մենք կենտրոնացած էինք երկրի նման մոլորակների վրա, ժայռային մոլորակներ, որոնք ունեն մթնոլորտ, օվկիանոսներ, մակերևույթ։ Բայց K218b-ն ցույց է տալիս, որ կյանքը կարող է գոյություն ունենալ ամբողջովին տարբեր պայմաններում։ Հիթյանական մոլորակներ, որոնք չունեն պինդ մակերևույթ։ Մթնոլորտներ, որոնք բաղկացած են ջրածնից, ոչ թե ազոտից եւ թթվածնից։ Օվկիանոսներ, որոնք տարածվում են հարյուրավոր կիլոմետրերի խորությամբ։ Սա ընդլայնում է մեր որոնման տարածքը։ Սա նշանակում է, որ կան ավելի շատ մոլորակներ, որտեղ կյանքը կարող է գոյություն ունենալ։ Եվ սա նշանակում է, որ մեր հնարավորությունները գտնել կյանք ավելի բարձր են, քան մենք մտածում էինք։ Բայց ահա ինչ է ավելի հետաքրքիր։ Եթե կյանքը կարող է գոյություն ունենալ հիթյանական մոլորակների վրա, ապա այն կարող է գոյություն ունենալ նաև այլ տարօրինակ տեղերում։ Տիտանի վրա, Սատուրնի լուսին, որտեղ կան հեղուկ մեթանի լճեր եւ եթանի անձրևներ։ Եվրոպայի վրա, Յուպիտերի լուսին, որտեղ սառույցի տակ կա հսկայական օվկիանոս։ Էնցելադուսի վրա, Սատուրնի մեկ այլ լուսին, որտեղ ջրային ֆոնտանները ցայտում են տիեզերք սառույցի ճաքերից։ Յուրաքանչյուր այս աշխարհ ունի իր եզակի պայմանները, իր եզակի քիմիան, իր եզակի պոտենցիալը կյանքի համար։
Արիզոնայի համալսարանի պլանետոլոգ Քևին Հենդը 2025 թվականի հոկտեմբերին հրապարակեց համեմատական ուսումնասիրություն։ Նա վերցրեց բոլոր հայտնի մոլորակները եւ լուսինները, որոնք կարող են ունենալ հեղուկ ջուր կամ այլ հեղուկ լուծիչներ, եւ դասակարգեց դրանք ըստ կյանքի պոտենցիալի։ Նրա ցանկում K218b-ը զբաղեցրեց երրորդ տեղը, Երկրից եւ Մարսից հետո։ Բայց Մարսը, չնայած իր մոտիկությանը եւ նմանությանը Երկրին, հավանաբար չունի կյանք այսօր։ Մարսի մթնոլորտը շատ բարակ է, մակերևույթը շատ սառ է, ջուրը եթե կա, թաքնված է սառույցի տեսառույցի տակ կամ ստորգետնյա։ Մենք ուղարկել ենք տասնյակ ռովերներ եւ զոնդներ Մարս, եւ մենք չենք գտել կյանքի հստակ ապացույցներ։ Սա չի նշանակում, որ կյանքը երբեք չի եղել Մարսի վրա։ Միլիարդավոր տարիներ առաջ Մարսը ուներ ավելի հաստ մթնոլորտ, ավելի տաք կլիմա, հեղուկ ջրի օվկիանոսներ։ Այդ ժամանակ կյանքը կարող էր առաջանալ։ Բայց հետո Մարսը կորցրեց իր մագնիսական դաշտը, մթնոլորտը սկսեց փախչել տիեզերք, օվկիանոսները գոլորշիացան կամ սառեցան։ Եթե կյանքը եղել է, այն հավանաբար մեռել է կամ ապաստանել է ստորգետնյա, որտեղ պայմանները դեռ կարող են լինել հարմար։ Բայց K218b-ն տարբեր է, այն ակտիվ է, կենդանի է, դինամիկ է։ Այն ունի հսկայական մթնոլորտ, որը պաշտպանում է մոլորակը տիեզերական ճառագայթումից։ Այն ունի օվկիանոս, որը կարող է լինել ակտիվ, շարժուն, լի քիմիական ռեսուրսներով։ Եթե կյանքը առաջացել է այնտեղ, այն ունի բոլոր պայմանները՝ գոյատևելու, զարգանալու, էվոլյուցիայի ենթարկվելու։ Բայց ահա հարցը, որը տանջում է շատ գիտնականների։ Եթե մենք գտնենք կյանք K218b-ի վրա, ինչպես կիմանանք, որ այն առաջացել է անկախ Երկրի կյանքից։ Արդյոք հնարավոր է, որ կյանքը տարածվել է մի մոլորակից մյուսը պանսպերմիայի միջոցով։ Պանսպերմիան տեսություն է, որը ասում է, որ կյանքը կարող է տարածվել տիեզերքում միկրոօրգանիզմների միջոցով, որոնք ճանապարհորդում են աստերոիդների, կոմետների կամ տիեզերական փոշու վրա։ Երկրի վրա մենք գիտենք, որ որոշ բակտերիաներ կարող են գոյատևել ծայրահեղ պայմաններում, տիեզերական ճառագայթում, վակուումում, ծայրահեղ ջերմաստիճաններում։ Եթե այդպիսի բակտերիաները հայտնվեն աստերոիդի վրա, որը պայթում է Երկրից մետեորիտի հարվածից, նրանք կարող են ճանապարհորդել տիեզերքում միլիոնավոր տարիներ եւ վերջապես ընկնել մեկ այլ մոլորակի վրա։ Եթե այդ մոլորակը ունի հարմար պայմաններ, բակտերիաները կարող են վերակենդանանալ եւ սկսել բազմանալ։ Բայց K218b-ն 120 լուսատարիների հեռավորությամբ է։ Սա շատ հեռու է պանսպերմիայի համար։ Աստերոիդները եւ կոմետները չեն ճանապարհորդում այդքան հեռու։ Նրանք մնում են իրենց աստղային համակարգերում։ Սա նշանակում է, որ եթե K218b-ի վրա կա կյանք, այն հավանաբար առաջացել է անկախ Երկրի կյանքից։ Եվ սա անհավատալի կարևոր է։ Քանի որ եթե կյանքը առաջացել է անկախ երկու տարբեր տեղերում, դա նշանակում է, որ կյանքի առաջացումը ոչ թե հազվագյուտ պատահականություն է, այլ բնական գործընթաց, որը տեղի է ունենում, երբ պայմանները հարմար են։ Եվ եթե դա ճիշտ է, ապա տիեզերքը պետք է լինի կյանքով։ Բայց ինչպես կարող ենք վստահ լինել, որ K218b-ի կյանքը, եթե այն գոյություն ունի, իսկապես անկախ է։ Պատասխանը կայանում է կյանքի քիմիայի մեջ։ Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմները օգտագործում են DNA կամ RNA գենետիկական ինֆորմացիա պահելու համար։ Դրանք օգտագործում են նույն 20 ամինաթթուները սպիտակուցներ կառուցելու համար։ Դրանք օգտագործում են նույն քիմիական ճանապարհները էներգիա արտադրելու համար։ Այս ընդհանուր հատկանիշները ցույց են տալիս, որ բոլոր Երկրի կյանքը ունի ընդհանուր ծագում։ Մեկ նախնական օրգանիզմ, որը ապրել է մոտավորապես 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Եթե K218b-ի կյանքը օգտագործում է նույն DNA-ն, նույն ամինաթթուները, նույն քիմիական ճանապարհները, ապա դա կարող է նշանակել, որ այն կապված է Երկրի կյանքի հետ, գուցե պանսպերմիայի միջոցով, գուցե ընդհանուր տիեզերական ծագման միջոցով։ Բայց եթե K218b կյանքը օգտագործում է տարբեր մոլեկուլներ, տարբեր քիմիա, տարբեր կառուցվածք, ապա դա հստակ ապացույց կլինի, որ այն առաջացել է անկախ։ Եվ դա կլինի ամենակարևոր հայտնաբերումը մարդկության պատմության մեջ։ Բայց ինչպես կարող ենք ուսումնասիրել K218b կյանքի քիմիան, երբ մենք չենք կարող նույնիսկ տեսնել այդ կյանքը։ Պատասխանը կայանում է սպեկտրոսկոպիայի մեջ։ Եթե K218b-ի մթնոլորտում կան կենդանի օրգանիզմներ, նրանք արտադրում են գազեր։ Այդ գազերը ունեն մոլեկուլային կառուցվածք։ Եվ մոլեկուլային կառուցվածքը որոշում է, թե ինչպես մոլեկուլը կլանում է լույսը։ Եթե մենք տեսնենք որոշակի մոլեկուլներ, որոնք բնորոշ են միայն Երկրի կյանքին, դա կարող է նշանակել, որ K218b կյանքը նման է մերին։ Բայց եթե մենք տեսնենք մոլեկուլներ, որոնք մենք երբեք չենք տեսել Երկրի վրա, դա կարող է նշանակել, որ K218b կյանքը ամբողջովին տարբեր է։
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստրոբիոլոգ Վիկտորիա Մեդովսը 2025 թվականի սեպտեմբերին ստեղծեց օտար կենսագազերի ցանկ։ Մոլեկուլներ, որոնք կարող են լինել կենսաբանական ազդանշաններ, բայց որոնք տարբերվում են երկրի կենսագազերից։ Նա ներառեց ֆոսֆին, մոլեկուլ, որը բաղկացած է ֆոսֆորից և ջրածնից։ Երկրի վրա ֆոսֆինը արտադրվում է միայն անաերոբ բակտերիաների կողմից, բակտերիաներ, որոնք ապրում են առանց թթվածնի։ Բայց ֆոսֆինը կարող է լինել ավելի տարածված այլ մոլորակների վրա, որտեղ թթվածինը հազվագյուտ է։ Նա նաև ներառեց դիմետիլսուլֆիդը, մեթիլքլորիդը, կարբոնիլ սուլֆիդը և տասնյակ այլ մոլեկուլներ։ Յուրաքանչյուր այս մոլեկուլը կարող է պատմել մեզ ինչ-որ բան կյանքի մասին, եթե մենք հայտնաբերենք այն ճիշտ պայմաններում։ Բայց ահա խնդիրը։ Մենք չգիտենք, թե ինչ ենք փնտրում։ Մենք չգիտենք, թե ինչպիսին է օտար կյանքը։ Մենք չգիտենք, թե ինչ մոլեկուլներ այն արտադրում է։ Մենք կարող ենք միայն կռահել, հիմնվելով երկրի կյանքի վրա։ Բայց երկրի կյանքը միայն մեկ օրինակ է։ Եվ մեկ օրինակից մենք չենք կարող ստեղծել ընդհանուր կանոններ։ Սա նման է փորձին հասկանալ, թե ինչ է երաժշտությունը, երբ դուք լսել եք միայն մեկ երգ։ Դուք կարող եք նկարագրել այդ երգը, դրա մելոդիան, ռիթմը, հարմոնիան, բայց դուք չեք կարող ասել, թե ինչ է երաժշտությունը ընդհանրապես, քանի որ կան անհամար այլ երգեր, որոնք տարբերվում են ձեր լսածից։ Հենց այդ պատճառով կա 2/18 այդքան կարևոր է։ Եթե մենք հայտնաբերենք կյանք այնտեղ, մենք կունենանք երկրորդ օրինակ։ Եվ երկու օրինակից մենք կարող ենք սկսել տեսնել օրինաչափություններ։ Մենք կարող ենք սկսել հասկանալ, թե ինչ է ընդհանուր բոլոր կյանքի համար և ինչ է եզակի երկրի կյանքի համար։ Մենք կարող ենք սկսել պատասխանել հարցին, ինչպես առաջանում է կյանքը, ինչպես այն էվոլյուցիայի է ենթարկվում, ինչպես այն հարմարվում է տարբեր պայմաններին։ Բայց նույնիսկ եթե մենք չգտնենք կյանք կա 2/18 վրա, մենք շատ բան կսովորենք։ Մենք կսովորենք, թե ինչպիսին է հիցյանական մոլորակի մթնոլորտը։ Մենք կսովորենք, թե ինչպիսի քիմիական գործընթացներ են տեղի ունենում այնտեղ։ Մենք կսովորենք, թե ինչու դիմետիլսուլֆիդի ազդանշանը կարող է լինել սխալ մեկնաբանություն։ Եվ այս գիտելիքները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ, թե որտեղ և ինչպես փնտրել կյանք այլ մոլորակների վրա։ 2026 թվականի փետրվարին, երբ դուք լսում եք այս խոսքերը, Ջեյմս Վեբը շարունակում է դիտարկել K2-18b18b-ին։ Յուրաքանչյուր տրանզիտ, յուրաքանչյուր սպեկտր, յուրաքանչյուր տվյալ մեզ մոտեցնում է պատասխանին։ Մենք դեռ չգիտենք, արդյոք դիմետիլսուլֆիդը իսկական է։ Մենք դեռ չգիտենք, արդյոք այն արտադրվում է կենդանի օրգանիզմերի կողմից։ Մենք դեռ չգիտենք, արդյոք մենք գտել ենք կյանք այլ մոլորակի վրա։ Բայց մենք փնտրում ենք։ Եվ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դիտարկում, յուրաքանչյուր վերլուծություն մեզ մոտեցնում է այն պահին, երբ մենք կիմանանք ճշմարտությունը։ Եվ երբ այդ պահը գա, երբ մենք վերջապես կիմանանք, արդյոք մենք միայնակ ենք, թե ոչ, այդ պահը կփոխի ամեն ինչ։ Այդ պահը կդառնա ամենակարևոր պահը մարդկության պատմության մեջ։ Հասկանում եմ ձեր մտքերը։ Հասկանում եմ, որ այս պահին դուք մտածում եք, լավ, բայց սա հնչում է ինչպես գիտական ֆանտաստիկա։ Դիմետիլսուլֆիդ հեռավոր մոլորակի վրա, կյանքի հնարավորություն, դա չափազանց լավ է, որպեսզի լինի ճշմարիտ։ Եվ դուք իրավացի եք լինել սկեպտիկ։ Գիտության պատմությունը լի է սխալ հայտնաբերումներով, կեղծ ազդանշաններով, շտապ եզրակացություններով։ Հիշեք 1996 թվականը, երբ NASA-ն հայտարարեց, որ գտել է հնարավոր բակտերիաների հետքեր Մարսի մետեորիտում։ Աշխարհը հուզվեց։ Բայց հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կառույցները ամենայն հավանականությամբ անկենդան քիմիական գործընթացների արդյունք էին։ Հիշեք 2020 թվականը, երբ աստղաֆիզիկոսները հայտարարեցին ֆոսֆինի հայտնաբերման մասին Վեներայի մթնոլորտում։ Սա էր սենսացիա, քանի որ ֆոսֆինը երկրի վրա արտադրվում է հիմնականում կենդանի օրգանիզմերի կողմից։ Բայց մեկ տարի անց այլ թիմերը վերլուծեցին նույն տվյալները և չկարողացան հաստատել ազդանշանը։ Պարզվեց, որ այն, ինչ թվում էր ֆոսֆին, կարող էր լինել սուլֆուր դիօքսիդ կամ տվյալների մշակման սխալ։ Այսպիսով, երբ մենք խոսում ենք K2-18b-ի դիմետիլսուլֆիդի մասին, մենք պետք է լինենք ազնիվ։ Սա դեռ ոչ հաստատված հայտնաբերում է։ Սա դեռ գիտական բանավեճի առարկա է։ Սա դեռ կարող է պարզվել սխալ։ Բայց ահա ինչն է տարբեր այս անգամ։ Մենք ունենք ավելի լավ տեխնոլոգիա, ավելի ճշգրիտ սարքավորումներ, ավելի խիստ վերլուծության մեթոդներ։ Ջեյմս Վեբը ոչ թե Հաբլն է, այն ոչ թե հին հեռադիտակ է, որը աշխատում է տեսանելի լույսի մեջ։ Այն նոր սերնդի գործիք է, որը տեսնում է այն, ինչ մենք երբեք չենք կարողացել տեսնել։
Եվ տվյալները, որոնք այն հավաքում է, ազդում են բազմակի անկախ ստուգումներ, տարբեր թիմեր, տարբեր մեթոդներ, տարբեր վիճակագրական մոդելներ։ Բայց եկեք լինենք ավելի ազնիվ։ Նույնիսկ եթե դիմետիլ սուլֆիդի ազդանշան հաստատվի, նույնիսկ եթե մենք վստահ լինենք, որ այն իսկապես կա K218B-ի մթնոլորտում, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ կա կյանք։ Դա նշանակում է միայն, որ կա մոլեկուլ, որը երկրի վրա արտադրվում է կենդանի օրգանիզմների կողմից։ Բայց K218B-ն ոչ թե երկիրն է։ Այնտեղ կարող են լինել քիմիական գործընթացներ, որոնք մենք չգիտենք, պայմաններ, որոնք մենք երբեք չենք տեսել, ռեակցիաներ, որոնք անհնար են երկրի վրա, բայց հնարավոր են այնտեղ։ Մենք չենք կարող պարզապես ենթադրել, որ այն, ինչ ճիշտ է մեկ մոլորակի վրա, ճիշտ է մեկ այլ մոլորակի վրա։ Լոնդոնի համալսարանի աստրոքիմիկոս Օլիվեր Շորտլը 2026 թվականի հունվարին հրապարակեց ուսումնասիրություն, որը փորձում էր գնահատել, թե որքան վստահ կարող ենք լինել դիմետիլ սուլֆիդի կենսաբանական ծագման մեջ։ Նա օգտագործեց Բայեսյան վիճակագրություն, մեթոդ, որը թույլ է տալիս հաշվարկել հավանականությունները հիմնվելով առկա ապացույցների վրա։ Նա սկսեց հարցից. Որն է հավանականությունը, որ K218B-ի վրա կա կյանք, նախքան մենք տեսանք դիմետիլ սուլֆիդի ազդանշանը։ Սա կոչվում է նախնական հավանականություն։ Ապա նա հաշվարկեց, թե որքան է դիմետիլ սուլֆիդի ազդանշանը փոխում այդ հավանականությունը։ Սա կոչվում է հետին հավանականություն։ Շորտլի հաշվարկները ցույց տվեցին, որ եթե մենք սկսում ենք շատ ցածր նախնական հավանականությամբ, ասենք 1%, որ K218B-ի վրա կա կյանք, ապա դիմետիլ սուլֆիդի ազդանշանը բարձրացնում է այդ հավանականությունը մինչև մոտավորապես 10%։ Սա զգալի աճ է, 10 անգամ ավելի բարձր։ Բայց 10%-ը դեռ շատ հեռու է վստահությունից։ Սա նշանակում է, որ 9 դեպքից 10 դեպքում դիմետիլ սուլֆիդը կարող է լինել անկենդան ծագման։ Միայն մեկ դեպքում 10 դեպքից այն կարող է լինել կենսաբանական։ Սա ոչ թե վատ արդյունք է, սա իսկապես հուսադրող է, քանի որ մինչև K218B-ն մենք ունեինք 0 հավանականություն հայտնաբերել կենսաբանական ազդանշան որևէ էկզոմոլորակի վրա։ Հիմա մենք ունենք 10%։ Սա առաջընթաց է։ Բայց Շորտլը նաև ցույց տվեց, թե ինչպես կարող ենք բարձրացնել այդ հավանականությունը։ Եթե մենք հայտնաբերենք լրացուցիչ կենսաբանական գազեր K218B-ի վրա, մեթիլ քլորիդ, կարբոնիլ սուլֆիդ, ֆոսֆին, ապա հավանականությունը կբարձրանա։ Եթե մենք տեսնենք, որ դիմետիլ սուլֆիդի քանակությունը տունը տատանվում է սեզոնային, ինչպես երկրի վրա, երբ ֆիտոպլանկտոնի քանակությունը փոխվում է ամառ եւ ձմեռ, ապա հավանականությունը կբարձրանա։ Եթե մենք հայտնաբերենք թթվածին կամ օզոն, ուժեղ կենսաբանական ազդանշաններ, ապա հավանականությունը կբարձրանա դրամատիկ կերպով։ Յուրաքանչյուր լրացուցիչ ապացույց մեզ մոտեցնում է վստահությանը, բայց ահա ինչն է ճշմարտությունը։ Մենք երբեք չենք ունենա 100% վստահություն, մինչև մենք չուղարկենք տիեզերանավ K218B-ին եւ չվերցնենք ուղակի նմուշներ։ Եվ նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք բաց թողնել կյանքը, եթե այն թաքնված է օվկիանոսի խորքում կամ ապրում է այնպիսի ձևով, որը մենք չենք ճանաչում։ Գիտությունը երբեք չի տալիս բացարձակ վստահություն։ Այն տալիս է աճող ապացույցներ, աճող հավանականություններ, աճող հասկացողություն։ Եվ երբեմն դա բավարար է։ Հիմա պատկերացրեք, որ մենք ապրում ենք 2028 թվականին։ Ջեյմս Վեբը հավաքել է 30 տրանզիտ K218B-ի համար։ Տվյալները վերլուծված են 5 անկախ թիմերի կողմից։ Բոլորը համաձայն են, դիմետիլը սուլֆիդը կա եւ դրա քանակությունը շատ բարձր է, որպեսզի բացատրվի անկենդան գործընթացներով։ Ավելին, հայտնաբերվել են նաև մեթիլ քլորիդ եւ կարբոնիլ սուլֆիդ, երկու այլ գազեր, որոնք երկրի վրա արտադրվում են կենդանի օրգանիզմների կողմից։ Եվ ամենակարևորը, դիմետիլ սուլֆիդի քանակությունը տատանվում է K288B-ի տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս սեզոնային ցիկլ, նման երկրի ֆիտոպլանկտոնի ծաղկմանը, գարնանը եւ ամառը։ Այդ պահին գիտական համայնքը կհրապարակի համատեղ հայտարարություն, ոչ թե մենք գտել ենք կյանք, այլ մենք հայտնաբերել ենք ուժեղ ապացույցներ, որոնք համահունչ են կենսաբանական գործունեության հետ K218B մոլորակի վրա։ Սա կլինի զգույշ գիտական ձևակերպում, բայց դրա իմաստը կլինի հստակ։ Մենք այլևս միայնակ չենք։ Կյանքը գոյություն ունի երկրից դուրս, եւ մենք գտել ենք այն։ Այդ հայտարարությունը կփոխի ամեն ինչ։ Ոչ միայն գիտության մեջ, այլև մշակույթում, փիլիսոփայության մեջ, կրոնում, քաղաքականության մեջ։ Մարդիկ կսկսեն տեսնել իրենց տարբեր կերպ։ Մենք այլևս չենք լինի եզակի ստեղծագործությունը։ Մենք կլինենք մեկը երկուսից։ Եվ եթե կա երկու, ապա կարող է լինել միլիոն։
Տիեզերքը կդառնա ավելի մեծ, ավելի հարուստ, ավելի լի հնարավորություններով։ Բայց նաև կլինեն վախեր։ Մարդիկ կհարցնեն, եթե կա կյանք K218b-ի վրա, արդյոք այն կարող է լինել վտանգավոր։ Պատասխանը՝ ոչ։ K218b-ն 120 լուսատարիների հեռավորությամբ է։ Նույնիսկ եթե այնտեղ կա բանական քաղաքակրթություն, ինչը չափազանց անհավանական է, քանի որ մենք տեսնում ենք միայն պարզ կենսաբանական գազեր, ոչ թե տեխնոլոգիական ազդանշաններ, նրանք չեն կարող հասնել մեզ։ 120 լուսատարիները անհաղթահարելի հեռավորություն են ցանկացած ֆիզիկական ճանապարհորդության համար։ Լույսը, որը ամենաարագ բանն է տիեզերքում, պահանջում է 120 տարի անցնելու այդ հեռավորությունը։ Ոչ մի տիեզերանավ, ոչ մի ազդանշան, ոչ մի սպառնալիք չի կարող հասնել մեզ ողջամիտ ժամանակահատվածում։ Մարդիկ կհարցնեն նաև, ինչու պետք է մենք հոգանք K218b-ի կյանքի մասին, երբ մենք ունենք այնքան խնդիրներ երկրի վրա՝ կլիմայական փոփոխություն, աղքատություն, հիվանդություններ, պատերազմներ։ Սա արդար հարց է, բայց պատասխանը պարզ է։ Գիտելիքը չունի սահմաններ։ Հասկանալը, որ կյանքը գոյություն ունի այլ մոլորակների վրա, չի լուծի մեր անմիջական խնդիրները, բայց այն կփոխի մեր հեռանկարը։ Այն կցույց տա, որ երկիրը եզակի է, բայց ոչ միակը։ Այն կհիշեցնի մեզ, որ կյանքը թանկագին է, հազվագյուտ է, պաշտպանության կարիք ունի։ Եվ գուցե, միայն գուցե, այն կմիավորի մեզ որպես տեսակ, ճանաչելով, որ մենք բոլորս ապրում ենք մեկ փոքրիկ մոլորակի վրա անվերջ տիեզերքում, և մեր տարբերությունները անկարորեն կարևոր են համեմատած այն ընդհանուրի հետ, որը մեզ միավորում է։ Կոլումբիայի համալսարանի աստրոբիոլոգ Քալեբ Շարֆը 2025 թվականի նոյեմբերին գրեց հոդված, որտեղ նա քննարկում էր K218b-ի հայտնաբերման փիլիսոփայական հետևանքները։ Նա ասաց, որ եթե մենք հաստատենք կյանքի գոյությունը այնտեղ, դա կլինի Կոպեռնիկյան հեղափոխությունից հետո ամենամեծ փոփոխությունը մեր աշխարհայացքում։ Կոպեռնիկը ցույց տվեց, որ երկիրը ոչ թե տիեզերքի կենտրոնն է, այլ մեկ մոլորակ, որը պտտվում է արեգակի շուրջը։ Դարվինը ցույց տվեց, որ մարդիկ ոչ թե առանձին ստեղծագործություն են, այլ մաս էվոլյուցիոն ծառի։ Եվ հիմա Քութու 38b-ն ցույց է տալիս, որ կյանքը ոչ թե երկրի եզակի երևույթ է, այլ տիեզերական երևույթ, որը կարող է առաջանալ ցանկացած տեղ, որտեղ պայմանները հարմար են։ Բայց Շարֆը նաև նշեց մեկ այլ կարևոր կետ։ Քութու 38b-ի կյանքը, եթե այն գոյություն ունի, հավանաբար շատ պարզ է։ Միկրոօրգանիզմներ, բակտերիաներ, գուցե ջրիմուռներ։ Ոչ կենդանիներ, ոչ բույսեր, ոչ բանականություն։ Սա կարող է թվալ հիասթափեցնող։ Մարդիկ երազում են օտար քաղաքակրթությունների մասին, միջաստղային հաղորդակցության մասին, տիեզերական դաշինքների մասին։ Բայց պարզ կյանքի հայտնաբերումը իսկապես ավելի կարևոր է, քան բարդ կյանքի հայտնաբերումը։ Քանի որ պարզ կյանքը ցույց է տալիս, որ կյանքի առաջացումը ոչ թե հազվագյուտ պատահականություն է, այլ բնական գործընթաց։ Եվ եթե կյանքը կարող է առաջանալ հեշտությամբ, ապա այն պետք է լինի տարածված տիեզերքում։ Եվ եթե պարզ կյանքը տարածված է, ապա ըստ վիճակագրության պետք է լինեն նաև մոլորակներ, որտեղ կյանքը էվոլյուցիայի ավելի բարձր փուլում է։ Սա բերում է մեզ Ֆերմիի պարադոքսին, հարցին, որը տանջում է աստղաֆիզիկոսներին տասնամյակներ։ Եթե տիեզերքը լի է կյանքով, ինչու մենք չենք տեսնում բանական քաղաքակրթությունների հետքերը։ K218b-ի հայտնաբերումը։ Եթե այն հաստատվի, կտա մեզ մեկ տվյալ ավելի։ Այն կցույց տա, որ պարզ կյանքը կարող է առաջանալ։ Բայց այն չի պատասխանի, թե ինչու բարդ կյանքը, բանական կյանքը, տեխնոլոգիական քաղաքակրթությունները այդքան հազվագյուտ են կամ անտեսանելի։ Գուցե պատասխանը կայանում է ժամանակի մեջ։ Երկրի վրա կյանքը առաջացել է 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ, բայց բանականությունը առաջացել է միայն մի քանի միլիոն տարի առաջ։ Սա նշանակում է, որ կյանքի պատմության 99%-ը անցել է առանց բանականության։ Եթե սա նորմալ է, եթե բանականությունը իսկապես հազվագյուտ է, ապա մենք կարող ենք լինել մեկ քանի քաղաքակրթություններից մեր գալակտիկայում։ Կամ գուցե մենք առաջինն ենք, կամ գուցե բանական քաղաքակրթությունները ինքնաոչնչանում են, նախքան նրանք կարողանան տարածվել աստղերի միջև։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը 2022 թվականին առաջարկեց մեծ ֆիլտրի տեսությունը։ Նա ասաց, որ կյանքի էվոլյուցիայի ճանապարհին կան ֆիլտրեր, փուլեր, որոնք չափազանց դժվար են անցնելու։ Գուցե առաջին ֆիլտրը կյանքի առաջացումն է։ Եթե K218b-ն ցույց է տալիս, որ կյանքը կարող է առաջանալ հեշտությամբ, ապա այդ ֆիլտրը մեր հետևում է։ Բայց դա նշանակում է, որ ֆիլտրը մեր առջևում է։ Գուցե բազմաբջիջ կյանքի առաջացումը չափազանց դժվար է։ Գուցե բանականության զարգացումը չափազանց հազվագյուտ է։
Գուցե տեխնոլոգիական քաղաքակրթությունները ինքնավոչնչանում են միջուկային պատերազմներով, կլիմայական աղետներով, արհեստական ինտելեկտի անվերահսկելի զարգացմամբ։ Սա սարսափելի մտքեր են, բայց դրանք նաև իրական են։ Մենք ապրում ենք դարաշրջանում, երբ մարդկությունը ունի ուժ ոչնչացնելու իրեն։ Մենք ունենք միջուկային զենք, որը կարող է ոչնչացնել քաղաքակրթությունը։ Մենք ունենք կլիմայական փոփոխություն, որը կարող է դարձնել երկիրը անբնակելի։ Մենք ունենք կենսաբանական զենք, արհեստական ինտելեկտ, նանոտեխնոլոգիա, բոլորը պոտենցիալ սպառնալիքներ։ Եթե մենք չկարողանանք կառավարել այս տեխնոլոգիաները, եթե մենք չկարողանանք լուծել մեր խնդիրները, մենք կարող ենք դառնալ մեկ այլ քաղաքակրթություն, որը չանցավ մեծ ֆիլտրը։ Բայց կա 2.18b նաև տալիս է հույս։ Եթե կյանքը կարող է առաջանալ այնտեղ, եթե այն կարող է գոյատևել այդպիսի տարօրինակ պայմաններում, հսկայական ճնշում, ջրածնային մթնոլորտ, օվկիանոսային աշխարհ, ապա կյանքը ավելի ուժեղ է, քան մենք մտածում էինք։ Կյանքը հարմարվողական է, դիմացկուն է, անսպառ է։ Եվ եթե կյանքը կարող է գտնել ճանապարհ քութ ու 2.18b-ի վրա, ապա գուցե մենք էլ կարող ենք գտնել ճանապարհ երկրի վրա։ Գուցե մենք կարող ենք լուծել մեր խնդիրները, անցնել մեր ֆիլտրերը, դառնալ տիեզերական քաղաքակրթություն, որը տարածվում է աստղերի միջև։ Բայց դա պահանջում է ընտրություն, պահանջում է որոշում, պահանջում է, որ մենք տեսնենք ավելի հեռու, քան մեր անմիջական շահերը, ավելի հեռու, քան մեր սերունդը, ավելի հեռու, քան մեր մոլորակը։ Կա 2.18b-ին 120 լուսատարիների հեռավորությամբ է։ Մենք երբեք չենք կարող այցելել այնտեղ մեր կյանքի ընթացքում, բայց մեր ժառանգորդները դները կարող են։ Մեր ժառանգորդների ժառանգորդները կարող են։ Եթե մենք տանք նրանց աշխարհ, որը արժե ապրել, եթե մենք տանք նրանց գիտելիք, որը արժե փոխանցել, եթե մենք տանք նրանց հույս, որը արժե պահպանել։ 2026 թվականի փետրվարին, երբ դուք լսում եք այս խոսքերը, Ջեյմս Վեբը շարունակում է դիտարկել K2.18b-ին։ Յուրաքանչյուր տրանզիտ, յուրաքանչյուր սպեկտր, յուրաքանչյուր տվյալ մեզ մոտեցնում է պատասխանին։ Մենք դեռ չգիտենք, արդյոք դիմետիլ սուլֆիդը իսկական է։ Մենք դեռ չգիտենք, արդյոք այն արտադրվում է կենդանի օրգանիզմերի կողմից։ Մենք դեռ չգիտենք, արդյոք մենք գտել ենք կյանք այլ մոլորակի վրա։ Բայց մենք գիտենք մեկ բան։ Մենք գիտենք, որ մենք փնտրում ենք։ Մենք գիտենք, որ մենք չենք դադարի փնտրել։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հարց, որին մենք պատասխանում ենք, ծնում է 10 նոր հարցեր։ Եվ դա գեղեցիկ է, դա մարդկային է։ Դա այն է, ինչ մեզ դարձնում է այն, ինչ մենք ենք։ Պատկերացրեք, որ 100 տարի հետո, 2126 թվականին, մարդիկ կնայեն հետ այս պահին։ Նրանք կտեսնեն, որ 2026 թվականին մենք կանգնած էինք Շեմին։ Շեմին, որը բաժանում էր հին աշխարհը նորից։ Հին աշխարհում մենք մտածում էինք, որ երկիրը եզակի է, որ կյանքը հազվագյուտ է, որ մենք միայնակ ենք։ Նոր աշխարհում մենք գիտենք, որ կյանքը տարածված է, որ տիեզերքը լի է հնարավորություններով, որ մենք մաս ենք ինչ-որ ավելի մեծի։ Եվ այդ գիտելիքը, այդ հասկացողությունը, այդ հեռանկարը կփոխի ամեն ինչ։ Բայց մենք դեռ չենք անցել այդ շեմը։ Մենք դեռ սպասում ենք։ Սպասում ենք ավելի շատ տվյալների, ավելի շատ ապացույցների, ավելի շատ վստահության։ Եվ դա ճիշտ է, դա գիտական է, դա պատասխանատու է։ Քանի որ երբ մենք վերջապես ասենք այո, մենք գտել ենք կյանք, երբ մենք վերջապես անցնենք այդ շեմը, մենք պետք է լինենք վստահ։ Մենք պետք է լինենք պատրաստ, մենք պետք է լինենք արժանի այդ հայտնաբերմանը։ Եվ մինչև այդ պահը մենք շարունակում ենք դիտարկել, վերլուծել, հարցնել։ Մենք շարունակում ենք կառուցել ավելի լավ հեռադիտակներ, ավելի զգայուն սարքավորումներ, ավելի խելացի ալգորիթմներ։ Մենք շարունակում ենք ուսուցանել նոր սերունդ գիտնականների, ովքեր կշարունակեն մեր աշխատանքը։ Մենք շարունակում ենք երազել, հույս ունենալ, հավատալ, որ պատասխանները կգան։ Քանի որ դա այն է, ինչ մարդիկ անում են։ Մենք փնտրում ենք, մենք հարցնում ենք, մենք չենք դադարում։ Եվ մի օր, գուցե շուտով, գուցե տասնամյակներ հետո, մենք կգտնենք այն, ինչ փնտրում ենք։ Եվ այդ օրը կդառնա ամենակարևոր օրը մարդկության պատմության մեջ։ Օրը, երբ մենք իմացանք, որ մենք այլևս միայնակ չենք։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես չգիտենք։ Քանի որ K2.18b-ի պատմությունը, դիմետիլ սուլֆիդի ազդանշանը, կյանքի որոնումը, այս ամենը մեզ բերում է ավելի խորը հարցերի, որոնց պատասխանները մենք դեռ չունենք, եւ գուցե երբեք չունենանք։ Մտածեք այս մասին։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է։ Մեր արեգակը 4 միլիարդ 600 միլիոն տարեկան։ Երկիրը 4 միլիարդ 550 միլիոն տարեկան։ Կյանքը մեր մոլորակի վրա 3 միլիարդ 700 միլիոն տարեկան։ Բայց մարդկությունը, Homo sapiens-ը, գոյություն ունի միայն 200 000 տարի։
Եվ մեր տեխնոլոգիական քաղաքակրթությունը, այն, որը կարող է կառուցել հեռադիտակներ եւ ուսումնասիրել այլ մոլորակներ, գոյություն ունի միայն մի քանի տասնամյակ։ Մենք նոր ծնված երեխաներ ենք տիեզերական ժամանակաչափով։ Եվ մենք փորձում ենք հասկանալ տիեզերքը, որը գոյություն ունեցել է միլիարդավոր տարիներ նախքան մեզ եւ կշարունակի գոյություն ունենալ միլիարդավոր տարիներ մեր հետո։ Երբ մենք նայում ենք K218b-ին, մենք տեսնում ենք լույմենք լույս, որը մեկնել է այնտեղից 120 տարի առաջ։ 2026 թվականին մենք տեսնում ենք մոլորակը, ինչպիսին այն էր 1906 թվականին։ Եթե այնտեղ կա կյանք, եթե այնտեղ կան օրգանիզմներ, որոնք արտադրում են դիմեթիլսուլֆիդ, մենք տեսնում ենք դրանց անցյալը, ոչ թե դրանց ներկան։ Լույսի արագությունը վերջնական է, եւ այն ստեղծում է ժամանակային հեռավորություն, որը մենք չենք կարող հաղթահարել։ Մենք երբեք չենք կարող տեսնել K218b-ին այնպես, ինչպես այն է հիմա։ Մենք միշտ կտեսնենք այն այնպես, ինչպես այն էր 120 տարի առաջ։ Եվ սա բերում է ավելի խորը հարցի. ի՞նչ է ժամանակը։ Մենք ապրում ենք ժամանակի մեջ, մենք զգում ենք դրա հոսքը, անցյալից դեպի ապագա։ Բայց ֆիզիկան ասում է, որ ժամանակը ոչ թե բացարձակ է, այլ հարաբերական։ Այն կախված է արագությունից, ձգողականությունից, տիեզերքի կունից, տիեզերքի կառուցվածքից։ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը ցույց տվեց, որ ժամանակը կարող է դանդաղել կամ արագանալ, կախված նրանից, թե որտեղ եք դուք եւ որքան արագ եք շարժվում։ Երկու դիտորդներ, որոնք շարժվում են տարբեր արագություններով, կարող են չհամաձայնվել, թե ինչ է տեղի ունենում հիմա։ Ձեր հիման կարող է լինել իմ անցյալը կամ իմ ապագան։ Այսպիսով, երբ մենք ասում ենք, որ K218b-ի վրա հիմա կարող է լինել կյանք, ինչ նշանակում է հիմա։ Մեր հիման, որը 2026 թվականն է երկրի վրա, համապատասխանում է K218b-ի 2106 թվականին, 120 տարի ապագայում։ Բայց այդ ապագան դեռ չի տեղի ունեցել մեր համար։ Մենք չենք կարող տեսնել այն։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ հիմա։ Ժամանակը եւ տարածությունը հյուսված են միասին, եւ այդ հյուսվածքը ստեղծում է սահմաններ, որոնք մենք չենք կարող անտեսել։ Բայց կա ավելի խորը խնդիր։ Մենք չգիտենք, թե ինչ է կյանքը իսկապես։ Մենք կարող ենք սահմանել այն երկրի վրա, օրգանիզմներ, որոնք սնվում են, աճում են, բազմանում են, էվոլյուցիայի են ենթարկվում։ Բայց արդյոք սա միակ սահմանումն է։ Արդյոք կարող է լինել կյանք, որը չի սնվում, բայց օգտագործում է էներգիա այլ կերպ։ Կյանք, որը չի բազմանում, բայց պահպանում է իրեն այլ մեխանիզմներով։ Կյանք, որը հիմնված չէ ածխածնի եւ ջրի վրա, այլ սիլիցիումի եւ ամոնիակի վրա։ Կյանք, որը գոյություն ունի ոչ թե նյութի մեջ, այլ էներգիայի դաշտերում, պլազմայում, քվանտային համակարգերում։ Մենք չգիտենք։ Մենք ունենք միայն մեկ օրինակ՝ երկրի կյանքը, եւ մեկ օրինակից մենք չենք կարող ստեղծել ընդհանուր տեսություն։ Սա նման է փորձին հասկանալ, թե ինչ է օվկիանոսը, երբ դուք տեսել եք միայն մեկ կաթիլ ջուր։ Այդ կաթիլը կարող է պատմել ձեզ ինչ-որ բան ջրի մասին, դրա քիմիան, դրա հատկությունները, բայց այն չի կարող պատմել ձեզ ալիքների մասին, հոսանքների մասին, խորության մասին, կյանքի բազմազանության մասին, որը ապրում է օվկիանոսում։ Կա 2, 18b-ին կարող է լինել երկրորդ կաթիլը։ Եթե մենք հաստատենք կյանքի գոյությունը այնտեղ, մենք կունենանք 2 օրինակ։ Եվ 2 օրինակից մենք կարող ենք սկսել տեսնել օրինաչափություններ։ Բայց երկուսը դեռ բավարար չէ։ Մեզ պետք է 10, 100, 1000 օրինակներ, որպիսի իսկապես հասկանանք, թե ինչ է կյանքը տիեզերական մասշտաբով։ Եվ ահա ավելի մեծ հարցը. ինչու կա ընդհանրապես ինչ-որ բան։ Ինչու գոյություն ունի տիեզերքը։ Ինչու կան ֆիզիկայի օրենքներ, որոնք թույլ են տալիս աստղերի մոլորակների կյանքի գոյությունը։ Ինչու այդ օրենքները հենց այնպիսին են, ինչպիսին են, ոչ ավելի ուժեղ, ոչ ավելի թույլ, այլ հենց ճիշտ այնպիսին, որպիսի թույլ տան բարդության առաջացումը։ Ֆիզիկոսները խոսում են նուրբ կարգավորման մասին։ Տիեզերքի հիմնական հաստատունները՝ լույսի արագությունը, ձգողականության ուժը, էլեկտրոնի լիցքը, պլանկի հաստատությունը, բոլորը ունեն շատ կոնկրետ արժեքներ։ Եթե այդ արժեքները փոքրինչ տարբեր լինեին, նույնիսկ 1%-ով, տիեզերքը կլիներ ամբողջովին տարբեր։ Աստղերը չէին կարող առաջանալ, ածխածինը չէր կարող սինթեզվել, կյանքը անհնար կլիներ։ Բայց այդ հաստատունները հենց այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն։ Ինչու։ Կան տարբեր պատասխաններ։ Մեկ պատասխանը բազմատիեզերք։ Գուցե գոյություն ունեն անհամար տիեզերքներ, յուրաքանչյուրը տարբեր ֆիզիկական հաստատուններով։ Մեծ մասում կյանքը անհնար է, բայց մի քանիսում, ինչպիսին մերն է, հաստատունները հենց ճիշտ են։ Եվ մենք գոյություն ունենք այստեղ, քանի որ միայն այստեղ մենք կարող ենք գոյություն ունենալ։ Սա կոչվում է անթրոպային սկզբունք։
Մենք դիտարկում ենք տիեզերք, որը թույլ է տալիս դիտորդների գոյությունը, քանի որ եթե այն չթույլ տար, մենք չէինք լինի այստեղ դիտարկելու այն։ Բայց բազմատիեզերքը տեսություն է, ոչ թե ապացուցված փաստ։ Մենք չունենք ուղղակի ապացույցներ այլ տիեզերքների գոյության համար։ Մենք չգիտենք արդյոք դրանք իսկապես գոյություն ունեն, թե դա միայն մաթեմատիկական հնարավորություն է։ Եվ նույնիսկ եթե դրանք գոյություն ունեն, մենք երբեք չենք կարող դիտարկել դրանք, քանի որ դրանք գտնվում են մեր տիեզերքից դուրս, անհասանելի, անտեսանելի, անճանաչելի։ Մեկ այլ պատասխանը՝ նպատակ։ Գուցե տիեզերքը նախագծված է, ստեղծված է, կարգավորված է որևէ բանի կամ ինչ-որ մեկի կողմից։ Բայց սա բերում է նոր հարցերի։ Ո՞վ է նախագծողը։ Ինչու նա ստեղծեց տիեզերքը, ո՞րն է նպատակը, եւ ով ստեղծեց նախագծողին։ Յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարց, եւ մենք գլորվում ենք անվերջ հարցերի շղթայում, որը երբեք չի ավարտվում։ Կամ գուցե պատասխանը ավելի պարզ է։ Գուցե տիեզերքը պարզապես գոյություն ունի, առանց պատճառի, առանց նպատակի, առանց նախագծողի։ Այն պարզապես է։ Եվ մենք, որպես դրա մաս, փորձում ենք գտնել իմաստ, որտեղ գուցե իմաստ չկա։ Մենք փորձում ենք տեսնել օրինաչափություններ քաոսի մեջ, նպատակ պատահականության մեջ, նշանակություն անտարբեր տիեզերքում։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Անկախ նրանից, թե ինչ է ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչու գոյություն ունի տիեզերքը, մենք այստեղ ենք։ Դուք այստեղ եք։ Այս պահին, եւ դուք լսում եք այս խոսքերը, դուք գոյություն ունեք։ Ձեր գիտակցությունը, ձեր մտքերը, ձեր զգացումները, դրանք իրական են։ Դուք մաս եք տիեզերքի, որը դարձել է գիտակից իր մասին։ Դուք ատոմներ եք, որոնք կազմավորվել են այնպես, որ կարող են մտածել ատոմների մասին։ Դուք աստրային փոշի եք, որը դարձել է գիտակից աստղերի մասին։ Կարլ Սեյգանը ասաց. «Մենք եղանակ ենք, որով տիեզերքը ճանաչում է իրեն»։ Եվ սա խորը ճշմարտություն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք գիշերային երկինք եւ տեսնում աստղեր, տիեզերքը նայում է իր մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք մտածում եք կա 2.18b-ի մասին, հարցնում եք արդյոք այնտեղ կա կյանք, տիեզերքը հարցնում է իր մասին։ Մենք ոչ թե դիտորդներ ենք դրսից, մենք մաս ենք այն բանի, ինչ դիտարկում ենք։ Եվ սա բերում է վերջին ամենախորը հարցին. ինչ է գիտակցությունը։ Ինչպես է հնարավոր, որ նյութը, ատոմները, մոլեկուլները, նեյրոնները ստեղծում են սուբյեկտիվ փորձառություն։ Ինչպես է հնարավոր, որ ձեր ուղեղի էլեկտրական ակտիվությունը դառնումիվությունը դառնում է ձեր մտքերը, ձեր զգացումները, ձեր գիտակցությունը։ Սա կոչվում է գիտակցության դժվում է, գիտակցության դժվար խնդիր։ Մենք կարող ենք բացատրել, թե ինչպես է ուղեղը մշակում ինֆորմացիան, ինչպես է այն վերահսկում մարմինը, ինչպես է այն ստեղծում վարքագիծ։ Բայց մենք չենք կարող բացատրել, թե ինչու այդ ամենը ուղեկցվում է սուբյեկտիվ փորձառությամբ։ Ինչու կա ինչ-որ բան, որը նման է լինել ձեզ։ Գուցե գիտակցությունը հիմնական է, ինչպես զանգվածը կամ էներգիան։ Գուցե այն ոչ թե ծագում է նյութից, այլ գոյակցում է դրա հետ։ Գուցե յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր ատոմ ունի փոքրիկ գիտակցության կտոր, եւ երբ դրանք կազմավորվում են բարդ համակարգերում, ինչպիսին ուղեղն է, այդ փոքրիկ կտորները միավորվում են եւ ստեղծում մեր գիտակցությունը։ Սա կոչվում է պանսիխիզմ։ Կամ գուցե գիտակցությունը քվանտային երևույթ է, որը կապված է տիեզերքի հիմնական կառուցվածքի հետ։ Կամ գուցե այն ինչ-որ բան է, որը մենք դեռ չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Մենք չգիտենք։ Եվ սա ամենաշոկային ճշմարտությունն է։ Մենք ապրում ենք 21-րդ դարում։ Մենք ունենք տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ուսումնասիրել մոլորակներ 120 լուսատարիների հեռավորությամբ, բայց մենք չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք չգիտենք, թե ինչու գոյություն ունի տիեզերքը։ Մենք չգիտենք, թե ինչ է ժամանակը իսկապես։ Մենք չգիտենք, թե ինչ է կյանքը տիեզերական մասշտաբով։ Մենք ունենք հարցեր, որոնց պատասխանները կարող են լինել անհասանելի մեզ համար։ Ոչ թե այն պատճառով, որ մենք բավականաչափ խելացի չենք, այլ այն պատճառով, որ այդ հարցերը գուցե գերազանցում են մարդկային ճանաչողության սահմանները։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք փնտրել։ Հակառակը, սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք ավելի ուժգնորեն։ Քանի որ յուրաքանչյուր հարց, որին մենք պատասխանում ենք, բացում է նոր հորիզոններ։ Յուրաքանչյուր հայտնաբերում մեզ ցույց է տալիս, թե որքան շատ բան կա դեռ հայտնաբերելու։ Յուրաքանչյուր քայլ առաջ մեզ հիշեցնում է, թե որքան երկար է ճանապարհը։ Կա 2.18b-ին միայն մեկ քայլ է այդ ճանապարհին։ Մեկ մոլորակ 120 լուսատարիների հեռավորությամբ, որտեղ գուցե, միայն գուցե, կա կյանք։ Բայց նույնիսկ եթե մենք հաստատենք կյանքի գոյությունը այնտեղ, նույնիսկ եթե մենք գտնենք 100, 1000, միլիոն այլ մոլորակներ կյանքով, մենք դեռ կունենանք հարցեր։ Մենք դեռ կփնտրենք։ Մենք դեռ կհիանանք։
Քանի որ հիանալը, փնտրելը, հարցնելը դա մարդկային է։ Դա այն է, ինչ մեզ դարձնում է այն, ինչ մենք ենք։ Ոչ թե պատասխանները, այլ հարցերը, ոչ թե վստահությունը, այլ կասկածը, ոչ թե գիտելիքը, այլ փնտրելը։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Այս պահին, երբ դուք նստած եք եւ լսում այս խոսքերը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ շնչում է թթվածին եւ արտազատում ածխաթթու գազ։ Այս պարզ գործընթացը թողնում է քիմիական ստորագրություն ձեր շուրջը։ Եթե օտար քաղաքակրթությունը հազարավոր լուսատարիների հեռավորությունից ուսումնասիրեր երկիրը, նրանք կտեսնեին թթվածին մեր մթնոլորտում եւ կիմանային, այստեղ ինչ-որ բան ապրում է։ Եվ հիմա մենք անում ենք նույնը։ Մենք նայում ենք, կա 218B-ին։ Մենք տեսնում ենք դիմետիլ սուլֆիդ եւ մենք հարցնում ենք, արդյոք այնտեղ ինչ-որ բան ապրում է։ Մենք դարձել ենք այն օտար քաղաքակրթությունը, որը փնտրում է կյանք այլ մոլորակների վրա։ Մենք դարձել ենք տիեզերքի գիտակցությունը, որը փնտրում է իրեն այլ տեղերում։ Եվ անկախ նրանից, թե ինչ կգտնենք, անկախ նրանից, թե արդյոք K218B-ի վրա կա կյանք, թե ոչ, մենք արդեն փոխվել ենք։ Մենք արդեն տեսել ենք, որ հնարավոր է։ Մենք արդեն իմացել ենք, որ մենք կարող ենք նայել այնքան հեռու, հասկանալ այնքան շատ, երազել այնքան մեծ։ Գուցե 100 տարի հետո, երբ մեր ժառանգորդները կնայեն հետ այս պահին, դրանք կասեն. «Սա էր պահը, երբ ամեն ինչ փոխվեց»։ Երբ մարդկությունը դադարեց նայել միայն ներքև, իր ոտքերի տակ, եւ սկսեց նայել վեր, դեպի աստղերը։ Երբ մենք դադարեցինք հարցնել միայն ով ենք մենք, եւ սկսեցինք հարցնել ով է դեռ այնտեղ։ Բայց գուցե ամենակարևոր դասը, որը K218B-ն մեզ սովորեցնում է, ոչ թե կյանքի մասին է, այլ մոլորակների վրա, այլ կյանքի մասին այս մոլորակի վրա, մեր մոլորակի վրա, երկրի վրա։ Քանիցանի որ երբ մենք փնտրում ենք կյանք տիեզերքում, մենք սկսում ենք հասկանալ, թե որքան հազվագյուտ է այն, որքան նուրբ են պայմանները, որոնք թույլ են տալիս դրա գոյությունը, որքան փխրուն է հավասարակշռությունը, որը պահպանում է այն։ Երկիրը գտնվում է ոսկե գոտում։ Մեր արեգակը ճիշտ չափսի է, ճիշտ տեսակի է, ճիշտ տարիքի է։ Մեր մթնոլորտը պաշտպանում է մեզ տիեզերական ճառագայթումից։ Մեր մագնիսական դաշտը շեղում է արեգակնային քամին։ Մեր օվկիանոսները կարգավորում են կլիման։ Մեր կենսոլորտը, բոլոր կենդանի օրգանիզմները միասին, ստեղծում է հավասարակշռություն, որը պահպանում է մոլորակը բնակելի։ Բայց այդ հավասարակշռությունը փխրուն է։ Մենք մարդիկ վերջին 200 տարիների ընթացքում խախտել ենք այն։ Մենք փոխել ենք մթնոլորտը, տաքացրել ենք կլիման, ոչնչացրել ենք տեսակներ, աղտոտել ենք օվկիանոսները։ Մենք արել ենք այն, ինչ ոչ մի այլ տեսակ չի արել երկրի պատմության մեջ։ Մենք փոխել ենք ամբողջ մոլորակը մի քանի սերունդների ընթացքում։ Եվ երբ մենք նայում ենք K218B-ին, երբ մենք փնտրում ենք կյանք այնտեղ, մենք պետք է հիշենք, մենք արդեն ունենք կյանք այստեղ։ Մենք արդեն ապրում ենք մոլորակի վրա, որը լի է կյանքով, միլիոնավոր տեսակներ, միլիարդավոր օրգանիզմներ, անհամար ձևեր եւ գույներ եւ ձայներ։ Եվ այդ կյանքը, այդ բազմազանությունը, այդ գեղեցկությունը, դա մեր պատասխանատվությունն է, մեր պարտականությունը, մեր ժառանգությունը։ Գուցե ճշմարիտ հարցը ոչ թե արդյոք կա կյանք, կա 218B-ի վրա է, այլ ինչպես կարող ենք մենք պահպանել կյանքը երկրի վրա։ Ինչպես կարող ենք մենք ապահովել, որ երբ մեր ժառանգորդները նայեն դեպի աստղերը, նրանք դեռ ունենան մոլորակ, որտեղից նայել։ Երբ նրանք փնտրեն կյանք տիեզերքում, նրանք դեռ ունենան կյանք այստեղ, պահպանելու, սիրելու, փոխանցելու հաջորդ սերունդներին։ Քանի որ վերջապես K218B-ի պատմությունը ոչ թե մեկ հեռավոր մոլորակի մասին է, այն մեր մասին է, մեր փնտրտուքի մասին, մեր հույսերի մասին, մեր վախերի մասին, մեր տեղի մասին այս անվերջ տիեզերքում։ Եվ գուցե, միայն գուցե, ամենակարևոր հայտնաբերումը ոչ թե այն է, թե արդյոք կա կյանք այլ մոլորակների վրա, այլ այն է, որ մենք, մարդիկ, որոնք ապրում են փոքրիկ կապույտ մոլորակի վրա, որը պտտվում է միջին աստղի շուրջը գալակտիկայի ծայրամասում, մենք կարող ենք նայել դեպի աստղերը եւ հարցնել այդ հարցերը։ Մենք կարող ենք կառուցել հեռադիտակներ, որոնք տեսնում են միլիարդավոր լուսատարիների հեռավորությամբ։ Մենք կարող ենք վերլուծել մոլորակների մթնոլորտները, որոնք երբեք չեն կայցելի։ Մենք կարող ենք երազել, հույս ունենալ, փնտրել։ Եվ դա, այդ կարողությունը հարցնել, փնտրել, հիանալ, դա է, ինչ մեզ դարձնում է մարդ։ Ոչ թե պատասխանները, այլ հարցերը։ Ոչ թե վստահությունը, այլ կասկածը։ Ոչ թե գիտելիքը, այլ փնտրելը։ Այսպիսով, եւ դուք այսօր գիշերը նայեք դեպի երկինք, եւ դուք տեսնեք աստղերը, հիշեք, դրանցից մեկի շուրջը պտտվում է մոլորակ, որը կոչվում է K218B։
Եվ այդ մոլորակի վրա գուցե, միայն գուցե, ինչ-որ բան շնչում է, ինչ-որ բան ապրում է, ինչ-որ բան գոյություն ունի։ Եվ եթե դա ճիշտ է, եթե մենք իսկապես գտել ենք կյանք այլ մոլորակի վրա, ապա մենք այլևս միայնակ չենք։ Մենք մաս ենք ինչ-որ ավելի մեծի։ Մենք մաս ենք տիեզերքի, որը ոչ միայն գոյություն ունի, այլև ապրում է։ Տիեզերքի, որը ոչ միայն ապրում է, այլև մտածում է։ Տիեզերքի, որը ոչ միայն մտածում է, այլև հարցնում է։ Եվ գուցե դա է ամենակարևոր պատասխանը։ Ոչ թե արդյոք մենք միայնակ ենք, այլ ինչպես ենք մենք ապրում այս պահին, այս տիեզերքում, այս անհավատալի, անհասկանալի գեղեցիկ գոյության մեջ։ Եվ պատասխանը պարզ է։ Մենք ապրում ենք հարցնելով, փնտրելով, հիանալով, երբեք չդադարելով նայել դեպի աստղերը եւ երազել այն մասին, ինչ կարող է լինել այնտեղ։ Քանի որ վերջապես գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե փնտրելը ավելի կարևոր է, քան գտնելը։ Գուցե ճանապարհը ավելի կարևոր է, քան նպատակակետը։ Եվ K218b-ն, այդ հեռավոր մոլորակը 120 լուսատարիների հեռավորությամբ հիշեցնում է մեզ, որ ճանապարհը դեռ երկար է, որ հարցերը դեռ շատ են, որ տիեզերքը դեռ լի է առեղծվածներով։ Բայց մենք այստեղ ենք, մենք փնտրում ենք, եւ դա բավարար է։